Բույսերի աճն ու զարգացումը։ Աճն ու զարգացումը բոլոր օրգանիզմներին բնորոշ անբաժանելի հատկություններն են, կենսագործունեության կարևոր դրսևորումներ, որոնցով պայմանավորված են բազմացման և վերարտադրման ընդունակությունները։ Աճն ու զարգացումը կյանքի միասնական պրոցեսի փոխկապակցված, փոխպայմանավորված կողմերն են։ Քանի որ օրգանիզմը ամբողջ կյանքի ընթացքում և աճում է և զարգանում, սակայն այդ պրոցեսները միանշանակ և համարժեք չեն։ Օնտոգենեզը օրգանիզմի անհատական զարգացումն է զիգոտից մինչև բնականումը, այլ կերպ ասած, օնտոգենեզը գենոտիպի դրսևորումն է որոշակի պայմաններում։ Աճը բույսի կամ նրա օրգանների գծային և մակերեսային չափերի զանգվածի և ծավալի անշրջելի ավելացման պրոցեսն է, որի հիմքում օրգանների, բջիջների կամ առանձին մասերի և այլ կառուցվածքային տարրերի նորագոյացումն է։ Զարգացումը բուսական օրգանիզմի կենսական ցիկլում աստիճանական ընթացող մորֆոֆիզիոլոգիական, որակական փոփոխությունների ամբողջականությունն է, որն օրգանիզմում տեղի է ունենում զիգոտից մինչև բնական մահվան պահը։ Յուրաքանչյուր բուսական օրգանիզմի զարգացման ընդհանուր ծրագիրը կոդավորված է գենոտիպում։ Վերաբերյալ հասկացությունների համաստորադասումը կարելի է ներկայացնել սխեմայով։ Տարբերակում աճ տարիքային փոփոխությունների է բաժանվում օնտոգենեզը, այսինքն զարգացումն ավելի ընդհանուր պրոցես է, քան աճը։ Զարգացումը անընդհատ պրոցես է, իսկ աճը փոփոխվող, երբեմն նաև դադարող։ Նույն օրգանիզմում աճի և զարգացման պրոցեսները կարող են զուգակցվել տարբեր կերպ։ Այսպես, բույսը կարող է գտնվել ակտիվ աճի վիճակում, բայց դանդաղ զարգանալ և հակառակը։ Օրինակ, քրիզանթեմն ամռան սկզբին երկարօրյա արագ աճում է, բայց չի ծաղկում, դանդաղ է զարգանում։ Նույնիսկ բարենպաստ պայմաններում կարող է գերակշռել աճը կամ զարգացումը։ Եթե աճը ուշանում է, իսկ զարգացման պրոցեսները գերակշռում են, ապա բույսերը գաճաճ են մնում, պտղաբերությունը նվազում է։ Եթե գերակայում է աճը, ապա ավելանում են հանգույցների և միջհանգույցների, ծաղկաբույլում ծաղիկների թիվը և այլն։ Ուրեմն կախված զարգացման փուլերից կարող է գերազանցել կամ աճը, կամ զարգացումը։ Օրինակ, միամյա բույսերի աճը ծաղկման շրջանում դանդաղում է, երբեմն նույնիսկ դադարում։ Այս ամեն ինչ չի հետևում, որ աճի և զարգացման պրոցեսները անհամատեղելի են։ Բավական է նշել, որ վերարտադրողական օրգաններ առաջացնող ֆիզիոլոգիական պրոցեսները տեղի են ունենում աճման փուլում գտնվող բույսերի մեջ։ Աճը բուսական օրգանիզմի ակտիվ կյանքի դրսևորումներից է։ Բազմաբջիջ օրգանիզմների աճի հիմքում բջիջների չափերի և թվի ավելացումն է, որը զուգակցում է նրանց տարբերակմամբ։ Բույսերի աճը տեղի է ունենում ողջ կյանքի ընթացքում, տասնյակ և նույնիսկ հարյուրավոր տարիներ, քանի որ նրանց մեջ պահպանվում են առաջնային մերիստեմային և կամբիումի սաղմնային բջիջները։ Այդ առանձնահատկությամբ նույնպես բույսերը տարբերվում են կենդանիներից։ Աճը բազմաֆազ պրոցես է։ Տարբերում ենք բջջի աճի 3 փուլ՝ սաղմնային, երկարաձգման և տարբերակման կամ դիֆերենցում։ Աճի 3 փուլի բաժանումը պայմանական է, քանի որ բացի սաղմնային փուլից, բջիջը կարող է կիսվել նաև երկարաձգման փուլում։ Բացի այդ, ներքին ֆիզիոլոգիական տարբերությունների առաջացումը, կուտակումը և բջիջների տարբերակումը կատարվում է աճի բոլոր փուլերի ընթացքում։ Երրորդ փուլում նշված ներքին ֆիզիոլոգիական տարբերություններով պայմանավորված ձևավորվում են մորֆոլոգիական հատկանիշները։ Այնուամենայնիվ, աճի փուլերի միջև շոշափելի տարբերություններ կան։ Յուրաքանչյուր բջիջ առաջանում է ելակետային սաղմնային բջիջ, կիսման ճանապարհով դուստր բջիջները ցիտոպլազմայի նյութերի հաշվին փոքր-ինչ մեծանալով հասնում են մայր չափին, կրկին կիսվում։ Սաղմնային փուլում առաջացած բջիջները վակուոլներ չունեն, լցված են պրոտոպլազմայի և որոշ պարաշարանյութերով, օսլայով և ածխաջրերով։ Չնայած բջիջների անընդհատ բաժանմանը, նրանց թիվը մերիստեմում գրեթե չի փոխվում, քանի որ աճման կոնի մորֆոլոգիապես ստորին հատվածներում սաղմնային բջիջներն անցնում են հաջորդ փուլին՝ երկարաձգմանը։ Աճի առաջին փուլում բջիջների ծավալի ոչ էական մեծացումը կատարվում է ցիտոպլազմայի զանգվածի ավելացման հաշվին։ Այդ ընթացքում միաժամանակ ձևավորվում են բջջի կառուցվածքային բաղադրիչները, այսինքն աճը զուգակցվում է ձևագոյացման պրոցեսներով։ Երբ է բջիջը բաժանվում։ Վարկածներից մեկի համաձայն, այն պայմանավորված է նաև բջջի կորիզի և ցիտոպլազմայի չափերի հարաբերությամբ։ Երբ այդ հարաբերությունը փոքր է որոշակի մակարդակից, կարծես թե կորիզը չի կարող կառավարել ցիտոպլազման, և բջիջը սկսում է բաժանվել։ Երկարաձգման փուլում տեղի են ունենում կառուցվածքային և ֆիզիոլոգիական մի շարք փոփոխություններ։ Բջջում ավելանում են տուրգորային և օսմոտիկ ակտիվ նյութերը, և ջուրն ակտիվորեն թափանցում է բջջի մեջ։ Այս փուլում մասամբ փոքրանում է ցիտոպլազմայի մածուցիկությունը, դառնում է ջրով հագեցած։ Էնդոպլազմային ցանցի ակոսները լայնանում են վերածվելով ցիստեոնների։ Մանր վակուոլները միաձուլվում են և ձևավորում են մեկ կենտրոնական վակուոլ։ Բջջաթաղանթը աճում և հաստանում է։ Տարբերակում ենք բջջապատի երկարաձգման երկու տիպ՝ էլաստիկ և պլաստիկ։ Երկարաձգման էլաստիկ տիպի ընթացքում բջջապատի միցելները գործող ձգման ուժի ազդեցությամբ վերանալուց հետո գրավում են նախկին դիրքը։ Երկարաձգման երկրորդ տիպի դեպքում պլաստիկի միցելների միջև առաջացած տարածքը չեն կրճատվում։ Երկարաձգման պրոցեսը ակտիվացնում է այդ փուլում սինթեզված աուքսինը։ Երկարաձգման փուլում սինթեզվում են ՌՆԹ և սպիտակուցներ։
Աճի ուղղությունը որոշվում է բջջանյութի միկրոֆիբրիլների դասավորությամբ։ Երկրաձգման փուլի վերջում բջջապատերում կուտակվում է լիգնին, ձևավորվում է երկրորդային բջջապատը, որը կանխում է բջջի հետագա երկարաձգման հնարավորությունները։ Երկարաձգման աճը դադարում է։ Տարբերակման փուլում փոխվում են բջջի ձևը, ներքին ու արտաքին կառուցվածքը։ Փայտանյութի ֆիբրիլների նոր առաջացած շերտերը տեղադրվում են հների վրա։ Ապոզիցիա է կոչվում։ Առաջանում է երկրորդային բջջապատ։ Բջիջները կորցնում են կիսվելու և ձգվելու ընդունակությունը։ Կենսաքիմիական կառուցվածքային առանձնահատկությունների փոփոխությունների շնորհիվ բջիջը կատարում է որոշակի ֆիզիոլոգիական կամ այլ ֆունկցիաներ։ Բջիջների ֆունկցիոնալ տարբերակման կամ նրանց միջև ֆիզիոլոգիական տարբերությունների կարգավորման պրոցեսը տեղի է ունենում աճի բոլոր փուլերում։ Դեռ կիսման փուլում դուստր բջիջների միջև, որոնցից հետագայում առաջանում են տարբեր հյուսվածքներ, կան բջջի քիմիական կազմի, կորիզի և օրգանոիդների մորֆոլոգիական առանձնահատկությունների որոշակի տարբերություններ։ Բջիջների որակական տարբերությունների հիմքում գեների դիֆերենցիալ ակտիվության պրոցեսներն են։ Բուսական օրգանիզմի յուրաքանչյուր վեգետատիվ բջիջ իր գենոմում տեղեկատվություն ունի ամբողջ օրգանիզմի զարգացման մասին և որոշակի պայմաններում կարող է սկիզբ տալ այս կամ այն օրգանի կամ ամբողջ բույսի ձևավորմանը։ Գենետիկական տեղեկատվության իրացումը և նոր օրգանիզմին սկիզբ տալու հատկությունը կոչվում է բջիջների տոտիտոպոտենտություն, սակայն գտնվելով օրգանիզմում բջիջը բացահայտում է իր գենետիկական տեղեկատվության մի մասը։ Տարբերակման փուլը սկսվում է գենոմի ակտիվության փոփոխությունով։ Որոշ գենոմներ ակտիվանում են, իսկ մյուսները հակառակը, որի հետևանքով բջիջների ֆունկցիաները փոփոխվում են։ Գենետիկական ծրագրերի իրականացման ազդակ են ֆիտոհորմոնների, մետաբոլիտների և ֆիզիկաքիմիական գործոնների որոշակի զուգակցումները։ Տարբերակման պրոցեսն ավարտած բջիջը կատարում է իրեն բնորոշ համապատասխան ֆունկցիան։ Դիֆերենցման փուլում առաջանում են բոլոր հյուսվածքների խմբերը։ Հայտնի է նաև այսպես կոչված տերմինալ տարբերակումը, որն անհետադարձ պրոցես է։ Դրանից հետո բջիջը չի կարող տարբերակվել և իրականացնել իր տոտիպոտենտությունը, այսինքն սկզբնական շրջանում աճը ընթանում է դանդաղ, քանի որ բջիջների թվի ավելացմանը զուգընթաց նրանց չափերի փոփոխություններ չեն կատարվում։ Հետագայում տեղի է ունենում աճման կորի կտրուկ վերելք, որը համապատասխանում է բջիջների երկարաձգման փուլին։ Այնուհետև կորն ընթանում է հորիզոնական, առանցքին զուգահեռ, որը համապատասխանում է աճի երրորդ փուլին։ Աճի վերոհիշյալ բնույթն առաջին անգամ ուսումնասիրել և նկարագրել է Սաքսը, իսկ հաստատված օրինաչափությունն ստացել է աճի մեծ կոր անվանումը։ Հյուսվածքային կուլտուրաների մեթոդի էությունն այն է, որ բույսից վերցրած հյուսվածքի կտորը կամ առանձին բջիջներ մշակվում են հատուկ սննդարար միջավայրում, ստերիլ պայմաններում։ Լիովին մասնագիտացված բջիջը սննդարար միջավայրում սկսում է բաժանվել և դրանից տոտիպոտենտության սկզբունքով կարող է զարգանալ բույսի ամբողջական օրգանիզմը։ Ներկայումս ուսումնասիրում են մեկուսացված պրոտոպլաստները, որոնք անջատում են բջջապատը հատուկ ֆերմենտներով քայքայելու միջոցով։ Մեկուսացված պրոտոպլաստները տեղադրում են համապատասխան սննդարար միջավայրում, առաջանում է նոր թաղանթ։ Պրոտոպլաստը վերածվում է բջջի։ Դրա հետ մեկտեղ պրոտոպլաստները ընդունակ են միաձուլվելու, առաջացնելով բջջաթաղանթ։ Այդ ճանապարհով կարելի է ստանալ հիբրիդային բջիջ, իսկ նրանից բույս։ Բջիջների աճը և դիֆերենցումը պայմանավորված է սննդարար միջավայրի ֆիզիկական և հորմոնալ նյութերի փոխհարաբերությամբ։ Նշված մեթոդները մեծ հնարավորություն են ընձեռում ուսումնասիրելու և բացահայտելու մորֆոգենեզի բարդ հարցերը, ֆիզիոլոգիական պրոցեսների կարգավորումը և այլն։ Մեկուսացված հյուսվածքային կուլտուրաների մեթոդը լայնորեն կիրառվում է գյուղատնտեսության մեջ և կենսատեխնոլոգիայի բնագավառում։ Կենսատեխնոլոգիան գիտություն է, որը կենսաբանական պրոցեսներ և սկզբունքներ կիրառում է գործնական նպատակներով։ Խնդիրների մեծ մասը լուծվում է բջջային կուլտուրաների միջոցով, հատկապես բազմացումը կլոնավորման մեթոդով։ Կլոնը մեկ ելակետային առանձնակից գենետիկապես միատարր սերունդների շարք է, որն առաջացել է անսեռ բազմացման ճանապարհով։ Կլոնավորման նպատակով մեծ մասամբ որպես ելակետային նյութ օգտագործվում են գագաթային ապիկալ մերիստեմի կտորները, որոնք չեն պարունակում հիվանդաբեր մանրէներ, և աճում է առողջ բույս։ Մեկուսացված մերիստեման մշակվում է հաջորդաբար փոխվող ստերիլ սննդարար միջավայրում։ Արդյունքում ստանում են հողում տնկելու համար արմատներ ունեցող բույս։ Մեկուսացված բջջային կուլտուրաների մեթոդը կարևոր նշանակություն ունի հապլոիդ բույսեր ստանալու համար։ Հապլոիդ բույսերը կողխիցինով մշակելու դեպքում դառնում են դիպլոիդ, որոնք լիովին համապատասխանում են մայր բույսին։ Սոմատիկ բջիջների հիբրիդացման մեթոդը հնարավորություն է տալիս հիբրիդներ ստանալ տարբեր բույսերից։ Այդ ճանապարհով ստացել են կարտոֆիլի և տոմատի հիբրիդ տոմատոն։ Մեկուսացված կուլտուրաների դերը շատ մեծ է մի շարք դեղաբույսերի արդյունաբերական և սննդային բույսերի ստացման գործում։ Ցողունի և արմատի աճման կողմն ունի այսպես կոչված տերմինալ դրություն։ Այդ օրգաններին հատկանշական է ապիկալ աճը, հացազգիների միջհանգուցային, իսկ տերևներին հիմնային աճը։ Ցողունի և արմատի աճը լայնությամբ կատարվում է կամբիումի գործունեության շնորհիվ։ Բույսի տարբեր օրգանների աճին կարելի է հետևել երկարության, ծավալի և մակերեսի հաշվարկմամբ։
թաց և չոր կշռի որոշման և այլ մեթոդներով։ Աճի ինտենսիվությունը բնութագրվում է մի շարք մեծություններով։ Աճի միավոր ժամանակում ըստ Բլեկմանի սահմանված բանաձևի, որտեղ V-ն ելակետային չոր քաշն է, V1-ը վերջնական չոր քաշը, T-ն վեգետացիայի շրջանի տևողությունը, աճի տոկոսը ելակետային վիճակի համեմատությամբ, V2-ը բույսի օրգանի չափը կամ ծավալը տվյալ պահին, V0-ն բույսի օրգանի ելակետային չափը, աճը ինչ-որ ժամանակի ընթացքում։ Գոյություն ունի նաև հատուկ սարք աուքսինոմետր, որով հնարավոր է որոշել աճի դինամիկան։ Աճի արագության որոշման մեթոդներից են նաև հորիզոնական մանրադիտակով դիտարկման և նկարահանման մեթոդները և այլն։ Աճի ընթացքը բույսի տարբեր օրգանների մեջ և զարգացման տարբեր շրջաններում տարբեր է, այն կախված է բույսի տեսակից և պայմաններից։ Աճի ընթացքը մեծապես կախված է ծաղկման և պտղակալման պրոցեսից։ Մոնոկարպների աճը ծաղկման շրջանում թուլանում է, իսկ օնտոգենեզի վերջում՝ դադարում։ Պոլիկարպների ընձյուղների աճը նույնպես ծաղկման և պտղակալման շրջանում գրեթե դադարում է և հակառակը։ Բույսի ակտիվ աճը արգելակվում է պտղակալումը։ Աճը ակտիվ է երիտասարդ օրգաններում, միջհանգուցային աճ ունեցող բույսերում, հատկապես արագ է աճում հողից դուրս եկած բամբուկի ընձյուղը։ Զարգացման վաղ շրջանում աճի որոշակի առանձնահատկություն են դրսևորում խոտաբույսերը և ծառատեսակները։ Խոտաբույսերը զարգացման վաղ շրջանում ձեռք են բերում փարթամ վերգետնյա զանգված, ապա նույնատիպ արմատներ, իսկ ծառատեսակների անհատական զարգացման վաղ շրջանում կազմավորվում է լավ ձևավորված արմատային համակարգ, որը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է վերգետնյա զանգվածը, որից հետո տեղի է ունենում վերգետնյա զանգվածի ակտիվ աճ։ Բույսերի աճի հորմոնները, ֆիտոհորմոններ։ Բույսի աճի և զարգացման համար որպես սնման աղբյուր և շինանյութ, բացի ջրի, ցանքային տարրից, ածխաջրերից անհրաժեշտ են նաև այլ միացություններ, մասնավորապես հորմոններ։ Հորմոն բառն ունի հունական ծագում, որը նշանակում է դրդել գործողության։ Բույսի պահանջը հորմոնների նկատմամբ փոքր է, հորմոնները հիմնականում սինթեզում են բույսեր, այլ կերպ ասած, ունեն էնդոգեն ծագում։ Բույսի յուրաքանչյուր օրգանի բջիջը պետք է պահպանի ոչ միայն իր ամբողջականությունը, այլ նաև ապահովի համաձայնեցված ֆունկցիոնալ կապը բույսի մյուս օրգանների բջիջների հետ։ Դրա համար բջիջների միջև տեղի է ունենում տեղեկատվության փոխանակում, բջիջներից մեկը կատարում է ազդանշան ուղարկողի ֆունկցիա, իսկ մյուսը՝ ընդունողի։ Այս գործընթացում կարևոր դեր ունեն հորմոնները։ Հորմոնները սինթեզվում են բույսի մի օրգանում, տեղաշարժվում և ազդում են բույսի մեկ այլ օրգանի վրա։ Սինթեզվում են հատուկ բջիջներում, հյուսվածքներում և օրգաններում, գործում են ցածր խտությամբ։ Բարձրակարգ բույսերում կան աճը, զարգացումը և միջավայրի պայմաններին բույսերի հարմարողական ռեակցիան կարգավորող հորմոնների մի քանի տիպեր՝ աուքսիններ, գիբերելիններ, ցիտոկիններ, աբսիզաթթու, էթիլեն և այլն։ Բույսերի աճն ու զարգացումը, բջիջների բաժանումը, երկարաձգումը, տարբերակումը, զանգվածի կուտակումը պայմանավորված է նշված բոլոր հորմոնների առկայությամբ և փոխազդեցությամբ։ Ֆիտոհորմոններով են պայմանավորված նյութափոխանակության, ֆերմենտային ակտիվության, էներգափոխանակության, միջօրգանային հարաբերակցության և ձևագոյացման պրոցեսները։ Օնտոգենեզի տարբեր փուլերում գործոնների ազդեցությամբ ֆիտոհորմոնների փոխհարաբերությունը փոխվում է։ Յուրաքանչյուր ֆիտոհորմոն ունի իր յուրահատուկ դերը փոխանակման պրոցեսներում, այսինքն ֆիտոհորմոններն ակտիվորեն մասնակցում են բուսական օրգանիզմում ֆիզիոլոգիական և մորֆոլոգիական ծրագրերի կարգավորմանը։ Աուքսինները, գիբերելինները և ցիտոկինները պայմանականորեն դրվում են խթանիչների խմբում, իսկ աբսիզաթթուն և էթիլենը՝ արգելակիչների, այսինքն ինհիբիտորների։ Աճի հորմոնների մասին առաջին տեղեկությունները 1860 թվականին տվել է Դարվինը բույսերի շարժման ընդունակությունների աշխատության մեջ։ Աուքսինները սինթեզվում են ցողունի գագաթային մերիստեմում։ Աուքսիններ կան աճող սաղմում, կոլեոպտիլի գագաթում, կամբիումում, փոշեհատիկում, զարգացող բողբոջներում, էնդոսպերմում և երիտասարդ տերևներում։ Սերմերի զարգացման վաղ շրջանում աուքսինները ստանում են էնդոսպերմից և սաղմից, որտեղ այս տեղաշարժվում են երկարաձգման գոտի և նպաստում բջիջների երկարաձգմանը։ Սովորական պայմաններում աուքսինը տեղաշարժվում է բույսի մորֆոլոգիական վերին մասից դեպի մորֆոլոգիական հիմք։ Հասուն դիֆերենցված օրգաններ և հյուսվածքներ ունեցող բույսերում աուքսինի բարձր խտության դեպքում կարող է դիտվել նաև հորմոնի ոչ բևեռային փոխադրում՝ ջրի հոսքին զուգընթաց քսիլեմայով դեպի վեր։ Աուքսինի քանակությունը կախված է արտաքին գործոնների լարվածության աստիճանից։ Այսպես, բավարար ջրամատակարարման և ազոտով ապահովելու դեպքում աուքսինների պարունակությունը մեծանում է։ Աուքսինների քանակությունը լույսի տակ նվազում է, իսկ մութ պայմաններում ավելանում։ Որոշ միկրոօրգանիզմներ նպաստում են աուքսինների սինթեզին։ Տերևներում աուքսինների առավելագույն պարունակությունը բույսի կոկոնակալման և ծաղկման փուլերում է։ Աուքսինները որոշ դեպքերում նպաստում են կամբիումի բջիջների բաժանմանը, փոխում բջիջների տարբերակման ուղղությունը, խթանում են բջիջների աճը և անսերմ պտուղների զարգացումը,
Կարգավորում են տրոպիզմները և նաստյաները, նպաստում կտրոնների արմատակալմանը, առաջացնում են արհեստական պարթենոկարպիա, կուսապտղաբերություն, պտուղների առաջացում առանց բեղմնավորման։ Տոմատի ծաղիկները աուքսինով մշակելուց հետո տեղի է ունենում սերմնարանի ակտիվ աճ, ուժեղանում է սննդանյութերի տեղափոխումը, ձևավորող պտուղներ, իսկ կողմնային ընձյուղի աճը թուլանում է։ Սովորաբար մեծաքանակ սերմեր ունեցող պտուղները լավ են ապահովված սննդանյութերով, քան այն պտուղները, որոնցում սերմեր չկան։ Անսերմ պտուղներն աուքսինով մշակելու դեպքում բույսերում ստեղծվում է իլյուզիա, որ իբր նրանցում սերմեր կան և դեպի պտուղներ են ուղղվում սննդարանյութի մեծ պաշարներ։ Խթանվում է պտուղների աճը և զարգացումը։ Հանգստի շրջանում, երբ աճը կանգ է առնում, հանգստացող օրգաններում աուքսինների պարունակությունը նվազում է։ Աուքսիններ են աուքսին Ա-ն, աուքսին B-ն և հետերոաուքսինը կամ բետա-ինդոլիլ քացախտաթթուն, որի առաջացման հիմնական աղբյուրը տրիպտոֆան ամինաթթուն է։ Աուքսինները ինդոլային բնույթի նյութեր են։ Աուքսինները նաև բույսերի աճը խթանող որոշ բնական ֆենոլային միացություններ, օրինակ վանիլինը և կոֆեաթթուն։ Աուքսինների հայտնաբերմանը նպաստեցին Դարվինի փորձերը 1860 թվականին։ Նա ապացուցել է, որ եթե հացազգիների ծիլը միակողմանի է լուսավորվում, ապա այն թեքվում է դեպի լույսը։ Եթե ծիլի գագաթին հագցնենք լույսի համար անթափանց մատնոց, թասակ չի թեքվի։ Այսինքն միակողմանի լուսավորում ընդունող օրգանը ծիլի գագաթային մասն է, սակայն թեքումը տեղի է ունենում ծիլի ստորին մասում։ Ելնելով դրանից Դարվինը եզրակացրել է, որ ծիլի գագաթում լույսի միակողմանի ազդեցությամբ առաջանում են նյութեր, որոնք շարժվում են ներքև և թեքում ծիլը։ Միայն 50 տարի անց այս միտքը զարգացրել է Բոյսեն Իենսենսը։ Նա ապացուցել է, որ եթե ծիլի կտրված գագաթը ժելատինի բարակ շերտի միջոցով տեղավորվի կոլեոպտիլի վրա, ապա միակողմանի լուսավորման դեպքում թեքումը դեպի լույս կրկին կնկատվի։ Միաժամանակ ապացուցվել է, որ ծիլի գագաթի հեռացումը չափազանց թուլացնում է երկարաձգման փուլում գտնվող ստորին շերտերի բջիջների աճը։ Նույնատիպ փորձեր կատարել են նաև Խոլողնին և Վենտը։ 1939 թվականին գերմանացի գիտնական Կյոգլը մեզից անջատել է աուքսինին, պարզել, որ աուքսինը ծիլերի վրա ազդում է այնպես, ինչպես աուքսինը։ Ավելի ուշ բացահայտվել է, որ այս աուքսինը բնական աուքսիններից է։ Ինչպես նշվեց, աուքսինները բազմազան են, հայտնի են նաև աուքսինի սինթետիկ նման օրինակները։ Այսինքն ծիլի գագաթում առաջանում են հատուկ նյութեր, որոնք տեղաշարժվելով ստորին շերտերի բջիջներ կարգավորում են նրանց աճը երկարաձգման փուլում։ Աուքսինները բարձր խտության դեպքում արգելակում են աճը։ Տարբեր բույսերի և տարբեր օրգանների համար աուքսինների օպտիմում խտությունը տարբեր է։ Գիբերելիններ։ Ճապոնիայում տարածված է բրնձի մի հիվանդություն, որը կոչվում է բականոե կատաղած բրինձ։ Հիվանդ բույսերն աճում են շատ ինտենսիվ, հասակը անոմալ է և նրանցում հատիկներ չեն լինում։ Ճապոնացի հետազոտող Կուրոսավան 1926 թվականին ապացուցել է, որ այդ բույսերը վարակված են գիբերելա ֆուջիկուրի սնկով, իսկ այդ սնկի արտազատուկը պարունակում է բույսերի ընձյուղների աճը խթանող նյութ։ Յաբուտան 1930 թվականին այդ նյութն անջատել է բյուրեղային վիճակում և անվանել գիբերելին։ Գիբերիլները ֆիզիոլոգիական բարձր ակտիվությամբ օժտված բնական հորմոններ են։ Այժմ հայտնի է գիբերիլների խմբին պատկանող ավելի քան 80 միացություն։ Ոչ բոլոր գիբերիլներն են ֆիզիոլոգիապես ակտիվ, դրանք կարող են առաջանալ բույսի գրեթե բոլոր աճող մասերում, հատկապես տերևներում։ Գիբերիլների պարունակությունը մեծ է բարձրակարգ բույսերի չհասունացած սերմերում։ Քիմիական բնույթով գիբերիլները դիտերպենոիդներ են։ Լույսը խթանում է գիբերինի սինթեզը, իսկ մութը հակառակը։ Գիբերիլինի սինթեզի համար մեծ նշանակություն ունի լույսի որակը։ Օրինակ, կարմիր լույսի ազդեցության դեպքում նրանց քանակն ավելի շատ է, քան կապույտի։ Բույսերի սնուցումը ազոտով մեծացնում է աուքսինների քանակը, իսկ գիբերիլների քանակը իջեցնում։ Գիբերիլները խթանում են բույսերի գաճաճ ձևերի ցողունի միջանկյունային աճը, մասնակցում են բույսերի ծաղկման պրոցեսներին։ Երկարօրյա բույսերը գիբերինի ազդեցությունից ծաղկում են կարճօրյա պայմաններում, խախտում են սերմերի և բողբոջների հանգիստը, խթանում խաղողի անկորի սորտերի աճը, կարտոֆիլի ստոլոնների առաջացումը։ Գիբերիլները չեն խթանում արմատների աճը, իսկ բարձր խտության դեպքում արգելակում են։ Գիբերիլները բույսի մեջ տեղափոխվում են քսիլեմայով և ֆլոեմայով։ Բույսերի անհատական զարգացման տարբեր փուլերում տարբեր են։ Գիբերիլների քանակությունը ավելանում է սերմերի ծալման ժամանակ։ Մի շարք բույսերում, սոյայի և կերային ընձյուղների մոտ օնտոգենեզի ընթացքում գիբերիլների քանակությունը փոխվում է միագագաթ կորի տեսքով, մեծանում, մինչև ծաղկումը, իսկ այնուհետև փոքրանում։ Ցիտոկինինը առաջին անգամ արհեստական ճանապարհով սինթեզվել է 1955 թվականին։ Բնական ցիտոկինինը զեածինը 1963 թվականին ստացել է գիտնական լեթամը եգիպտացորենի չհասունացած հատիկների էնդոսպերմից։ Ցիտոկիններ են հայտնաբերվել մանրէների, ջրիմուռների, պտերների, մամուռների և մի շարք բարձրակարգ բույսերի օրգանիզմներում։ Ցիտոկիններ շատ կան հատկապես զարգացող սերմերում և պտուղներում, բույսի մերիստեմատիկ հյուսվածքներում և այլն։ Մեծ է ցիտոկինների ազդեցության ոլորտը, բացի բջիջի կիսման և աճի պրոցեսների ակտիվության
ակտիվացումից, ցիտոկինները նպաստում են տարբերակված բջիջների առաջացմանը, ցիտոկինները նպաստում են բողբոջների և սերմերի աճին, խախտում քնած բողբոջների, պալարների, սերմերի հանգիստը, նպաստում հերձանքների բացվելուն, իսկ աբզիզային թթուն հակառակը։ Ցիտոկինները խթանում են անսեր պտուղների աճը, բացառիկ կարևոր դեր է խաղում ծերացման պրոցեսների դանդաղեցման գործում։ Օրինակ, բույսից անջատված դեղնող տերևները ցիտոկինով մշակելու դեպքում ակտիվանում է քլորոֆիլի կենսասինթեզը։ Դա բացատրվում է ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի նորագոյացմամբ, միտոքոնդրիումների և քլորոպլաստների չափերի և կառուցվածքի վերականգնման պրոցեսների վրա ունեցած ազդեցությամբ։ Ցիտոկինինով մշակված բույսերի տերևաթափը հետաձգվում է, բարձրանում է ցիտոկինինով մշակված բույսերի դիմացկունությունը միջավայրի անբարենպաստ պայմանների նկատմամբ։ Հասուն բույսերի մեջ ցիտոկինինի սինթեզը հիմնականում կատարվում է արմատային համակարգում, որտեղից այն քսիլեմայով տեղաշարժում է բույսի վերգետնյա մասը։ Պալարավոր բույսերում տեղաշարժում է ակրոպետալ գագաթից աճող ուղղությամբ, առաջացնում է ստոլոնների հաստացում և պալարագոյացում։ Գոյություն ունեն մի շարք բնական միացություններ, որոնք կասեցնող ազդեցություն ունեն բուսական օրգանիզմի աճի վրա։ Նրանց շնորհիվ է կասեցվում սերմերի ծլումը, բողբոջների աճը և բույսերի չափից ավելի երկարաձգումը։ Ինհիբիտորներով է պայմանավորված սերմերի և այլ օրգանների հանգստի վիճակը։ Աճի ինհիբիտորներից առավել մեծ նշանակություն ունեն աբզիզաթթուն և կումարինը։ Ինհիբիտորները ինդոլիքացախաթթուն, ցիտոկինինի, գիբերելինի անտագոնիստներն են։ Աբզիզաթթուն հայտնաբերվել է հանգստացող բողբոջներում, չոր սերմերում, հասուն պտուղներում, կարտոֆիլի պալարներում։ 1949 թվականին փորձեր են կատարել բույսերից կեչու հանգստացող բողբոջների վրա։ Հանգստացող բողբոջների ջրային մզուկը էքստրակտը դանդաղեցրել է հիպոկոտիլի աճը, իսկ աօքսիների հետ միասին արգելակել է երկարաձգումը։ Հանգիստն անցած բողբոջների մզուկը այդպիսի ազդեցություն չի ունեցել, չի ճնշել աճը։ Հետազոտողները ենթադրել են, որ հանգստացող բողբոջներում պարունակում է աճը կարգավորող դորմին նյութը։ 1962-64 թվականներին Լյուն և Կաունսը այդ նյութն անվանել են աբզիզին, լատիներենից թարգմանաբար նշանակում է թափվել։ 1965 թվականին պարզվել է, որ աբզիզինը և դորմինը նույն նյութերն են։ Աբզիզաթթուն անվանում են ստրեսի հորմոն, որով և պայմանավորված է նրա բազմակողմանի դերը բույսերի մեջ։ Այն առաջանում է ի պատասխան ստրեսային իրավիճակների կամ անբարենպաստ պայմանների բարձր և ցածր ջերմաստիճանի, ջրի պակասի, աղերի ավելացման դեպքում։ Օրինակ, ջրի պակասի դեպքում տերևներում ավելանում է աբզիզաթթվի քանակությունը։ Առաջացած աբզիզաթթվն ազդում է հերձանցքային բջիջների վրա, հերձանցքները արագ փակվում են, հերձանցքներից կալիում իոնները դուրս են մղվում։ Նվազում է ջրի կորուստը և բույսը հեշտությամբ դիմանում է անբարենպաստ պայմաններին։ Աբզիզաթթվի ազդեցությամբ նվազում է մեմբրանների թափանցելիությունը, հավանաբար արգելակվում են նյութափոխանակության պրոցեսները։ Աբզիզաթթվի քանակությունը հաճախ ավելանում է ծերացող տերևներում, սակայն դեռևս վաղ է փոխադարձ կախվածություն գտնել աբզիզաթթվի և բույսի ծերացման մեջ։ Տվյալները բավարար չեն։ Աբզիզաթթուն կարգավորում է նաև տերևների ձևը։ Երբ սերմի սաղմը հասնում է վերջնական չափի, ակտիվանում է աբզիզաթթվի սինթեզը։ Աբզիզաթթուն բույսի օրգանիզմում տեղափոխվում է քսիլեմայով և ֆլոեմայով։ Արգելակում է աճը, սերմերի ծլումը, ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի սպիտակուցների սինթեզը։ Աբզիզաթթվի քանակության ավելացումը իջեցնում է ֆոտոֆոսֆորիլացումը և ֆոտոսինթեզի ինտենսիվությունը։ Աբզիզաթթվի սինթեզի հիմնական օրգանը տերևներն են։ Արգելակող ազդեցությունը նրա սերմերի ծլման և աճի վրա կարելի է վերացնել գիբերելինով և ցիտոկիններով մշակելու միջոցով։ Կումարինը ֆենոլային ինհիբիտոր է։ Կումարինի մեծ խտությունը արգելակում է սերմերի և պտուղների աճը, պայմանավորում բույսի տարբեր օրգանների հանգստի անցնելու շրջանը։ Հատկապես մեծ է նրանց քանակը ծերացող բույսերում։ Կումարինի խմբի ինհիբիտորները կասեցնում են աօքսինի կենսասինթեզը և նպաստում նրա քայքայմանը։ Հայտնի է նաև սինթետիկ բնույթի աճի ինհիբիտորներ՝ կինետինը, 2B-բենզիլամինոպուրինը։ 1901 թվականին Սանկտ Պետերբուրգում Նեյլ Լյոբովը ոլորի մշակման ժամանակ նկատել է, որ լաբորատորիայում ծիլերը կարճ են, ծոված, ապիկալ օղակի կկթը կորացած և այլն։ Ջերմոցներում և մաքուր օդում ծիլերն ուղիղ են, աճում են ակտիվ, իսկ ապիկալ օղակը լույսի տակ ուղղում է։ Նեյլյուբովը ենթադրում է, որ նշված փոփոխությունների պատճառը լաբորատորիայի օդն է, էթիլենի ազդեցությունը։ Բույսերը զգայուն են նույնիսկ էթիլենի 0,0001% խտության նկատմամբ։ Հետագայում պարզվել է, որ էթիլենը առաջացնում է տերևաթափ, խթանում պտուղների հասունացումը, արագացնում է ծերացման պրոցեսները, արգելակում բողբոջների աճը։ Էթիլենը նաև մեխանիկական ստրեսի հորմոնն է։ Այն նպաստում է բույսերի վերքերի լավացմանը։ Բացահայտվել է, որ նարնջի, բանանի, հյութեղ պտուղներն անջատում են էթիլեն։ Էթիլենը երբեմն համարում են բույսերի ծերացման հորմոն։ Պտուղների մեխանիկական վնասման դեպքում ակտիվանում է էթիլենի սինթեզը։ Նշված հատկություններն օգտագործվում են պտուղների հասունացման և ծաղիկների պահպանման կարգավորման պրակտիկայում։ Էթիլենն ազդում է ծաղկի սեռի վրա, խթանում վարունգի և դդմիհիկական ծաղիկների
առաջացումը։ Ռեգեներացիան օրգանիզմի վնասված կամ կորցրած մասերի վերականգնում է։ Ռեգեներացիայի ձևերը տարբեր են և բազմազան, որոնք տեսական առումով իբրև կառուցվածքային համակարգեր օգնում են մորֆոգենեզի մեխանիզմների ուսումնասիրմանը։ Ռեգեներացիան անշարժ կենսակերպ վարող բույսի համար յուրովի պաշտպանողական հարմարվածության ձև է։ Բացի դրանից, ռեգեներացիան վեգետատիվ բազմացման ձև է։ Տարբերակում ենք ֆիզիոլոգիական և վնասվածքային ռեգեներացիա։ Ֆիզիոլոգիական ռեգեներացիայի դեպքում վերականգնվում են բնական մաշվածության մասերը, օրինակ քսիլեմայի տարրերի նորացումը, ծառերի կեղևի վերափոխումը, արմատապատյանի կճռված բջիջների լրացումը։ Վնասվածքային ռեգեներացիայի դեպքում վերքի մակերեսի հյուսվածքները կիսվում և առաջացնում են ֆելոգեն կամ կալուս։ Կտրոնավորման դեպքում վերականգնողական պրոցեսը սկսվում է կտրվածքի տեղում բջիջների ակտիվ բաժանումից։ Առաջացած կալուսի բջիջները տարբերակվում են, առաջանում են աճման կետեր և հավելյալ արմատներ։ Կալուսն առաջանում է միայն կտրոնի ստորին ծայրին, հավանաբար աուքսինի առկայության պատճառով։ Կտրոնները պահպանում են բուսական օրգանիզմի տարիքի դրոշմը, որի սնունք առաջացել են։ Ռեգեներացիայի հետ սերտորեն կապված են աճի կոռելացիաները։ Կոռելացիան կամ հարաբերությունը բուսական օրգանիզմի բջիջների, հյուսվածքների, օրգանների և համակարգերի ֆունկցիոնալ և կառուցվածքային փոխադարձ կապն է։ Նման հարաբերությունը ապահովում է բույսի ամբողջականությունը, որևէ բջջի աճն ու տարբերակումը կախված է նրան շրջապատող բջիջներից։ Այդ պատճառով էլ հյուսվածքից դուրս բջջի աճն ու տարբերակումը կտրուկ փոփոխվում են։ Կոռելացիոն կապերի օրինակները բազմազան են, այսպես. գլխավոր ընձյուղի աճը դանդաղեցնում կամ կասեցնում է կողային ընձյուղների աճը։ Միայն գագաթային բողբոջը հեռացնելուց հետո սկսում են աճել կողային բողբոջները։ Ծաղիկների հեռացումը նպաստում է վեգետատիվ օրգանների աճին։ Կոռելացիայի երևույթը պայմանավորված է ֆիտոհորմոնների, հատկապես աուքսինի ազդեցությամբ։ Օրինակ, գագաթային բողբոջում առաջացած աուքսինները շարժվելով ներքև արգելակում են կողային բողբոջների աճը։ Հատելով բողբոջի գագաթը նվազում է աուքսինների խտությունը կողային բողբոջներում և նրանք սկսում են աճել։ Բացի ֆիտոհորմոններից, կոռելացիոն կապերում էական է նաև բուսական օրգանիզմում սննդարարնյութերի հաշվեկշիռը, այսինքն որոշ օրգանների հատման դեպքում այդ հաշվեկշիռը նպաստավոր է դառնում այլ օրգանների համար։ Բույսերի աճը և ձևագոյացումը կարգավորվում են ֆիտոհորմոնների որոշակի փոխհարաբերություններով։ Եթե յուրաքանչյուր օրգանի առաջացման և մորֆոգենեզի համար անհրաժեշտ լինի իր հորմոնը, ապա կարիք կլիներ բազմաթիվ հորմոնների առկայության, սակայն հայտնի է, որ 2 կամ 3 հորմոններով կարելի է ստեղծել բազմազան փոխհարաբերություններ։ Այդ դեպքում նոր օրգանների առաջացումը, մորֆոգենեզը, աճի ակտիվությունը և ուղղվածությունը կախված կլինեն այդ հորմոնների որոշակի փոխհարաբերությունից։ Օրինակ, սննդարար միջավայրում աուքսինի և ցիտոկինինի փոխհարաբերությամբ կարելի է կարգավորել համապատասխան օրգանների ռեգեներացիան։ Այսպես, հյուսվածքային կուլտուրաների սննդարար միջավայրում աուքսին-կինեզին փոխհարաբերության մեծացումը խթանում է չդիֆերենցված բջիջների զանգվածից արմատների առաջացումը, իսկ նշված փոխհարաբերության փոքրացման դեպքում առաջանում է ընձյուղ։ Բույսի անհատական զարգացման ընթացքում միջավայրի գործոնների ազդեցությամբ ֆիտոհորմոնների փոխհարաբերությունը փոփոխվում է։ Այդ փոփոխությունից էլ կախված բուսական օրգանիզմում փոփոխվում է մորֆոգենեզը, աճի արագությունը և ուղղությունը։ Կարտոֆիլի տարբեր օրգանների առաջացման համար կարևոր է, օրինակ ցողունի համար գիբերելինը, աբզիզաթթուն, ստոլոների համար աուքսինը և գիբերելինը, աբզիզաթթուն, իսկ պալարների համար աուքսինը և աբզիզաթթուն։ Բուսական օրգանիզմի բոլոր օրգանները փոխկապակցված են և ազդում են միմյանց վրա։ Այս կամ այն հյուսվածքի կամ օրգանի աճի կախվածությունը մյուսից կոչվում է կոռելացիոն աճ։ Կոռելացիան արտահայտվում է տարբեր մակարդակներով, օրինակ յուրաքանչյուր բջջի աճը և դիֆերենցումը կախված են նրան շրջապատող բջիջներից և հյուսվածքներից։ Դա է պատճառը, որ հյուսվածքից առանձնացված բջիջը աճում է և դիֆերենցվում է այդ ճանապարհով։ Կոռելացիան արտահայտվում է նաև հյուսվածքներում, այսպես քսիլեմայի դիֆերենցումը արագանում է մերիստեմատիկ բջիջների առկայությամբ, կամբիումի բջիջների բաժանման ավելի ակտիվ է տեղի ունենում տերևի տակ։ Անհամեմատ պարզ է արտահայտված բույսի օրգանների կոռելացիան։ Ընձյուղների աճի արգելակումը գագաթային օրգաններով կոչվում է ապիկալ դոմինանտություն։ Նման երևույթ է նկատվում նաև արմատային համակարգում, հայտնի են օրգանների փոխազդեցության նաև այլ օրինակներ։ Ծաղիկների հեռացումը խթանում է վեգետատիվ օրգանների աճը։ Աճի կոռելացիաները լայնորեն օգտագործվում են գործնական բուսաբուծության մեջ։ Օրգանների փոխազդեցության կարգավորումը կատարվում է հորմոններով, հատկապես աուքսինի և ցիտոկինինների փոխհարաբերությամբ։ Գագաթային բողբոջներում առաջացող աուքսինները շարժվելով ներքև արգելակում են կողային բողբոջների աճը։ Ընձյուղի գագաթի հեռացումը հանգեցնում է կողային բողբոջներում աուքսինների խտության նվազման, որի պատճառով վերջիններս սկսում են աճել։ Հեռացված գագաթի տեղում կտրվածքին հետերոաուքսին պարունակող մածու քսելու դեպքում կողային բողբոջների աճը դադարում է։ Ենթադրվում է, որ աուքսինների ազդեցությամբ աճի կասեցումը պայմանավորված է համապատասխան օրգաններում էթիլենի կուտակումով։ Աճի կարգավորման գործում որոշակի նշանակություն ունի հանգստացող բողբոջներում աճի ինհիբիտորների կուտակումը։ Նման դեպքերում, բացի էթիլենից, որոշակի դեր է խաղում նաև աբզիզաթթվի կուտակումը։ Ապիկալ դոմինանտության երևույթը կապված է ինչպես հորմոնալ, այնպես էլ տրոֆիկ, սննդային պատճառների հետ։
Բույսերի աճը ուղղակի եւ անուղղակի ձևով կախված է արտաքին գործոնների ազդեցությունից։ Մի օրգանի աճը խթանող պայմանները ոչ միշտ են նպաստում մեկ այլ օրգանի աճին։ Այդ իմաստով էլ արտաքին միջավայրի գործոնները այս կամ այն օրգանի վրա կարող են ազդել անմիջապես կամ միջնորդված։ Օրինակ, բավարար լուսավորությունը նպաստում է ֆոտոսինթեզի ինտենսիվացմանը եւ աճին, բայց միաժամանակ ակտիվանում են տրանսպիրացիան, շնչառությունը, ընկնում է բջիջների տուրգորը եւ այլն։ Աճի եւ զարգացման վրա ազդող արտաքին միջավայրի գործոնները բազմազան են, այդ թվում լույսը, ջերմությունը, ծանրության ուժը, միջավայրում գազերի բաղադրությունը, մագնիսական դաշտը, խոնավությունը, սննդարար նյութերը, քամիները, այլ բույսերի կենսագործունեության արգասիքները, միկրոօրգանիզմների ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի ազդեցությունը, հողի կառուցվածքը եւ բաղադրությունը։ Լույսն այն գործոններից է, որի քանակությունը գրեթե միշտ բավարարում է բույսերի աճին եւ զարգացմանը, սակայն լույսի ուժն ու տևողությունը փոփոխական են, որով էլ պայմանավորված է աճի եւ զարգացման համապատասխան ընթացքը։ Լույսի տևողությունը հասարակածից դեպի բևեռներ եւ հարթությունից դեպի լեռներ տատանվում է։ Բարձրակարգ բույսերի աճը անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում կարող է տեղի ունենալ նաև մթության պայմաններում, սակայն աճի բնույթը խիստ փոխվում է։ Էթիոլացիան կարևոր հարմարողական ռեակցիա է հողում գտնվող ծիլի համար։ Ինֆրակարմիր լույսի ազդեցությամբ ակտիվանում է բջիջների երկարաձգումը եւ ընձյուղն արագ մղվում է դեպի լույսը։ Դուրս է գալիս հողի մակերես, ենթադրվում է, որ դրա պատճառը աճի ինհիբիտորների պակասն է։ Մոտ պայմաններում շատ աուքսիններ են առաջանում, դուրս գալով հողի մակերես արագանում է տերևների աճը։ Նրանք ստանում են սովորական տեսք, իսկ ցողունի աճը կասեցվում է։ Այդ փոփոխությունները ստացել են ֆոտոմորֆոգենեզ անվանումը։ Այս բոլոր փոփոխությունները տեղի են ունենում կարմիր լույսի ազդեցությամբ, իսկ հեռավոր կարմիր լույսի կլանման դեպքում առաջանում է ֆիտոքրոմ կարմիրը, որը կլանում է ֆիտոքրոմ գունակը։ Կլանելով կարմիր լույսը դառնում է ֆիտոքրոմ հեռավոր կարմիր։ Ֆիտոքրոմային համակարգի շնորհիվ արագանում են էպիդերմիսի դիֆերենցումը, անտոցիանի սինթեզը, սերմերի ծլումը, իսկ որոշ պրոցեսներ արգելակվում են։ Ֆիտոքրոմի ակտիվ ձևը ֆիտոհետերոկարմիրը, որի ազդեցությամբ իրականացվում է որոշակի ֆիզիոլոգիական էֆեկտ, այսինքն բույսերի աճը կախված է լույսի որակից։ Օրինակ, կարճալիք լույսը նպաստում է բջիջների բաժանմանը, իսկ երկարաձգման փուլը արգելակում։ Դրանով կարելի է բացատրել բարձր լեռնային պայմաններում բույսերի գաճաճությունը։ Ուշագրավ տվյալներ են ստացվել, երբ բույսը լուսավորվել է ամբողջ օրվա ընթացքում։ Նման լուսավորումը ակտիվացնում է շատ բույսերի աճը։ Նշված պայմաններում ակտիվանում է նաև ոլորի և լոբու աճը։ Կան բույսեր, որոնց վրա լույսի շուրջօրյա ազդեցությունը բացասական է հասնում։ Առաջանում են այնպիսի փոփոխություններ, որոնք բնորոշ են անբավարար լույսի պայմաններում աճող բույսերին։ Տոմատի թուփը անդադար լուսավորելիս երկարաձգվում է, քլորոֆիլը քայքայվում է, տերևները դեղնում։ Այդ երևույթը կոչվում է կանաչ էթիոլացում։ Շուրջօրյա լույսի բացասական ազդեցությունը հատկապես նկատելի է, երբ գիշերվա ջերմաստիճանը բարձր է։ Առայժմ լավ չի ուսումնասիրված բույսերի ստորգետնյա օրգանների աճի կախվածությունը լուսավորումից, սակայն հայտնի է, որ լավ լուսավորման պայմաններում զարգանում է փարթամ արմատային համակարգ։ Այդ ազդեցությունն ըստ երևույթին անուղղակի է։ Որոշ մակաբույծ բույսեր աճի համար լույսի կարիք չեն զգում։ Տարբեր են բույսերի ջերմաստիճանային նվազագույնը, միջինը եւ առավելագույնը։ Տարբերում ենք ցրտադիմացկուն եւ ջերմասեր բույսեր։ Ջերմաստիճանային սահմանները տարբեր են ոչ միայն տարբեր բույսերի, այլ նաեւ նույն բույսի տարբեր օրգանների համար։ Որպես օրինաչափություն, արմատային համակարգի համար միջին ջերմաստիճանը վերգետնյա օրգանների համեմատությամբ ցածր է, իսկ կողային ընձյուղների աճի համար միջին ջերմաստիճանը ավելի ցածր է, քան գլխավոր ցողունինը։ Եթե արևադարձային գոտում կան բույսեր, որոնք վնասվում են 10 աստիճան Ցելսիուս պայմաններում, ապա ծայր հյուսիսում բույսերը կարող են դիմանալ նույնիսկ -50 աստիճան Ցելսիուս պայմաններում։ Բավական մեծ է նաև դիմացկունության առավելագույն սահմանը, օրինակ տաք աղբյուրներում 80 աստիճան Ցելսիուսում ապրում են բակտերիաներ, կապտականաչ ջրիմուռներ։ Աճին նպաստում է օրվա ընթացքում ջերմաստիճանի տատանումը։ Պարզվում է, որ բույսերն առավել ակտիվ են աճում գիշերը, իսկ օրվա ընթացքում ջերմաստիճանային փոփոխությունները բարենպաստ է աճի համար։ Այդ երևույթը ըստ Վենտի անվանում են թերմոպարբերականություն։ Աճի ակտիվությունը կախված է նաև բույսի զարգացման փուլից։ Գիշերային միջին ջերմությունը բարձրակարգ բույսերի աճի համար 5-ից 9 աստիճան Ցելսիուսով ցածր է ցերեկվա ջերմաստիճանից։ Բույսերը ջրի նկատմամբ հատկապես զգայուն են աճի շրջանում։ Արմատներն աճում են միայն բավարար խոնավության պայմաններում, երբ բջիջները կամ հյուսվածքները հագեցած են ջրով։ Բջիջների աճը բնականon է ջրով հագեցվածության առնվազն 95%-ի պարագայում։ Ջրի պակասը բացասաբար է ազդում ցիտոպլազմայի հիդրոտացիայի, մածոցիկության և էլաստիկության վրա, խախտում է տրանսպիրացիան և վերջինիս հետ կապված մյուս կենսական պրոցեսները։ Էվոլյուցիայի ընթացքում բույսերը ձեռք են բերել ջուրը տնտեսված օգտագործելու մի շարք հարմարանքներ։
Կանաչ բույսերի բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ է նաև թթվածին։ Աճի պրոցեսների համար էներգիայի աղբյուրը շնչառությունն է, բույսի տարբեր օրգանների համար թթվածնի պահանջը տարբեր է։ Սովորաբար թթվածնի պահանջը արմատների համար ավելի որոշիչ է և տատանվող, քան վերգետնյա մասերում։ Բրինձի համար արդյունավետ է թթվածնի 3%-ը, բրինձը կարող է աճել նույնիսկ թթվածնի 0,2% պայմաններում։ Սոյայի արմատների ակտիվ աճը նկատվում է թթվածնի 6% պարունակության դեպքում, վարսակինը 8%, իսկ տոմատինը 16%։ Թթվածնի պակասը բացասաբար է ազդում արմատի աճի և կլանող հատկության վրա, նվազում է արմատների աճի ակտիվությունը, այս դեպքում բույսը օգտագործում է նիտրատների և օդատար հյուսվածքների թթվածինը։ Բույսերի վերգետնյա զանգվածը միշտ ապահովված է թթվածնով։ Նույնիսկ 21%-ից քիչ թթվածին պարունակող միջավայրը մասամբ դրականորեն է ազդում օրգանների աճի վրա։ Թթվածնի խտությունը մինչև 5% իջնելու դեպքում աճը արգելակվում է։ Դրա պատճառը ոչ միայն էներգետիկ հաշվեկշռի խախտումն է, այլ նաև անաերոբ նյութերի կուտակումները։ Ածխաթթու գազի ազդեցությունը աճի վրա բավարար ուսումնասիրված չէ։ Օդում ածխաթթու գազի ավելացումը բարենպաստ է ֆոտոսինթեզի համար և կարող է մասնակիորեն նպաստել նաև աճին։ Աճի բնականոն ընթացքը ուղղակի և անուղղակի ձևով պայմանավորված է բույսերին անհրաժեշտ հանքային տարրերի առկայությամբ, հատկապես ազոտի բավարար քանակությամբ։ Ազոտի անհրաժեշտությունը բացատրվում է ոչ միայն նրանով, որ այն մտնում է սպիտակուցների և նուկլեինաթթուների կազմի մեջ, այլ որ աճի հորմոններից աուքսինի և ցիտոկինինի առաջացումը պայմանավորված է ազոտի առկայությամբ։ Հանքային տարրերի չափից ավելի քանակությունը բացասաբար է ներգործում աճի և բերքատվության վրա։ Այդ պատճառով հիդրոպոնիկ կուլտուրաներում, ըստ Չեսնոկովի մեթոդի, լավ բերք ստանալու համար բույսը պարբերաբար ենթարկվում է քաղցի, հատկապես ազոտական։ Հանքային տարրերի պարունակության փոխհարաբերությամբ է պայմանավորված միջավայրի pH-ը, լուծույթների հավասարակշռությունը, դրա հետ կապված նաև աճը։ Ալելոպատիան։ Սա բույսերի մի տեսակի ազդեցություն է մեկ այլ տեսակի վրա։ Ազդեցությունները լինում են դրական և բացասական։ Դրա հետևանքով բույսը դուրս է մղվում ֆիտոցենոզից կամ արագ զարգանում է տվյալ ֆիտոցենոզում։ Պատճառը բուսական արտազատուկներն են, որոնցում առկա են ֆիզիոլոգիապես ակտիվ տարբեր նյութեր, վիտամիններ, ֆիտոցիդներ, հակաբիոտիկներ, ֆերմենտներ և այլն։ Նրանք մի կողմից պաշտպանում են բույսը հիվանդագին հարուցիչներից, մյուս կողմից ուժեղ ազդեցություն ունեն շրջապատող բուսականության վրա։ Արտազատուկները լինում են ակտիվ, պայմանավորված բույսի բնականոն կենսագործունեությամբ և պասիվ, երբ նյութերը ցիտոպլազմայից դուրս են մղվում։ Ակտիվ պրոցեսներն են գուտացիա, նեկտարի առաջացումը, տերևներից գազերի արտազատումը։ Պասիվ նյութերը դուրս են մղվում տերևներից անձրևների ժամանակ։ Հորմոնների ազդեցությունը կախված է վերջիններիս խտությունից։ Մեծ խտության դեպքում հորմոնը խթանող ազդեցություն չի ունենում, կտրուկ արգելակում է աճի և նույնիսկ բույսի մահվան պատճառ կարող է դառնալ։ Ֆիտոհորմոնների էկզոգեն ազդեցությունը չի կարող ամբողջությամբ փոխարինել բնական պայմաններում առաջացող հորմոններին։ Աուքսիններն օգտագործվում են կտրոնների արմատակալումը խթանելու, պարթենոկարպիկ պտուղների առաջացման, բերքահավաքից առաջ պտուղների թափվելը կանխելու, որոշ բույսերի սերմերի ծլումը խթանելու և որպես հերբիցիդ հացազգիների դաշտում մոլախոտերի դեմ պայքարելու նպատակով։ Գիբերելիններն օգտագործվում են ցողունի աճը խթանելու նպատակով։ Գիբերելինի 25 գրամը լիտրում խտության լուծույթը բարձրացնում է բակլայի կանաչ զանգվածը, սակայն սերմի քանակը պակասում է։ Խաղողի որոշ սորտերի ծաղիկների գիբերելինի լուծույթով մշակելիս առաջանում են անսերմ պտուղներ և ավելանում է բերքատվությունը։ Գիբերելինը խախտում է կարտոֆիլի պալարների և որոշ բույսերի սերմերի հանգիստը։ Մի շարք դեպքերում սերմերի գիբերելինով ներգործումը փոխարինում է նախացանքային մշակումը ստրատիֆիկացիայի։ Գիբերելինը նկատելիորեն արագացնում է գարու սերմերի ծլարձակումը։ Կինետինների օգտագործումը կարգավորում է մեկուսացված հյուսվածքների աճը և մորֆոգենեզը, նպաստում է կողային ընձյուղների աճին, վերացնում ապիկալ գերակայությունը։ Դանդաղեցնում է ծերացման պրոցեսները, բարձրացնում բույսերի դիմացկունությունը անբարենպաստ պայմաններում, ուժեղացնում է բույսերի իգական ծաղիկների սեռական գերզգայունությունը, աբզիզաթթուն թուլացնում է տրանսպիրացիայի ինտենսիվությունը և բարձրացնում բույսերի երաշտադիմացկունությունը։ Էթիլենն օգտագործվում է պտուղների հասունացման արագացնելու նպատակով։ Գործնական գյուղատնտեսության բնագավառում հաճախ հարկ է լինում դանդաղեցնել ցողունի աճը նրա կանգուն և ուղղահայաց դիրքը տարածության մեջ պահպանելու համար, բույսի դիմացկունությունը բարձրացնելու նպատակով։ Հայտնի են աճի սինթետիկ ինհիբիտորներ, որոնք կոչվում են ռետարդանտներ, այնպիսի նյութեր են, որոնք ընտրողաբար ճնշում են ցողունի աճը արգելակելով բջիջների երկարաձգումը։ Հայտնի են մի շարք տեսակներ, դրանցից են քլորխոլին քլորիդը, արգելակում է գիբերելինի առաջացումը։ Լայնորեն օգտագործվում են նաև էթիլեն պրոդուցենտները, միացություններ են, որոնք բույսերը սրսկելուց հետո քայքայվում են առաջացնելով էթիլեն։
Անհամեմատ շատ տարածված է էթիլեն պրոդուցենտը, որը հայտնի է նաև քլորէթիլ ֆոսֆոնաթթու պարունակող բազմաթիվ պրեպարատներով՝ էթրիլ, հիդրիլ, կամպոզան և էտոֆենը։ Էթիլեն պրոդուցենտներն օգտագործվում են պտուղների հասունացումն արագացնելու, տերևաթափը արագացնելու և ցողունի կանգուն և ուղղահայաց դիրքը պահպանելով հացածքինի դիմացկունությունը բարձրացնելու նպատակով։ Բարձրակարգ բույսերը ամրացած լինելով հողին չեն կարող փոխել իրենց բնակեցման վայրը, այդ ամենը չի նշանակում, թե բույսերն անշարժ են։ Արտաքին և ներքին գրգռիչների ազդեցությամբ բարդ մեխանիզմով պայմանավորված բարձրակարգ բույսերը և նրանց օրգանները սկսած սերմի ծլումից մինչև անհատական կյանքի ավարտը կատարում են բազմապիսի շարժումներ։ Շարժումները բջջի համակարգում արտահայտվում են օրգանոիդներում, բոլոր շարժումները կապված են բույսերի աճի և սննդառության հետ։ Ռեակցիան արտաքին գործոնների նկատմամբ արտահայտվում է բույսի օրգանների տարածության մեջ որոշակի ձևով կողմնորոշումով։ Տարբերակում են բույսի օրգանների շարժման երկու ձև՝ պայմանավորված աճով և առանձին բջիջների ու հյուսվածքների տուրգորային լարվածության փոփոխությամբ։ Աճի շարժումներն իրենց հերթին բաժանվում են տրոպիզմների և նաստյանների։ Օրգանների կողմնորոշումը դիրքի փոփոխությունները տարածության մեջ, կախված այս կամ այն գրգռիչի միակողմանի ազդեցությունից, անվանում են տրոպիզմներ։ Նաստիկ շարժումներն առաջանում են այս կամ այն գործոնի ընդհանուր դիֆուզ փոփոխություններից։ Այդ հարմարողական մեխանիզմը ձևավորվել է էվոլյուցիայի ընթացքում, որը նպաստում է բույսին առավել արդյունավետ օգտագործել սնունդը, ջուրը, լույսը և միաժամանակ պաշտպանվել անբարենպաստ գործոններից։ Տրոպիզմները տեղի են ունենում բույսի աճող մասերում։ Ըստ տրոպիկ շարժումը առաջացնող գործոնի տարբերակում ենք գեոտրոպիզմ, քեմոտրոպիզմ, ֆոտոտրոպիզմ, տիգմոտրոպիզմ, հիդրոտրոպիզմ, տրավմոտրոպիզմ, աերոտրոպիզմ, ռադիոտրոպիզմ և այլն, որոնք իրենց հերթին լինում են դրական և բացասական։ Գեոտրոպիզմը բույսի առանձին օրգանները զարգանում են երկրի գրավիտացիոն դաշտում և տարածության մեջ որոշակի դիրք են գրավում։ Այն օրգանները, որոնք խիստ ուղղահայաց դիրք են գրավում կենտրոնական ցողունը, կենտրոնական արմատը, կոչվում են օրտոտրոպ։ Այն օրգանները, որոնք օրտոտրոպ դիրք ունեցող օրգանի նկատմամբ ուղիղ անկյուն են կազմում, դիատրոպ են, իսկ այլ անկյուն կազմողները՝ պլագիոտրոպ, որոնք են տերևները, վերգետնյա և ստորգետնյա կողային ճյուղավորումները։ Դրական գեոտրոպիզմով են օժտված առանցքային արմատները, որոնք աճում են երկրի ձգողական ուժի կենտրոնի ուղղությամբ։ Բացասական գեոտրոպիզմի օրինակ են կենտրոնական ցողունները, որոնք աճում են երկրի ձգողական ուժի հակառակ ուղղությամբ։ Գեոտրոպիկ թեքման ընդունակ է միայն բույսի աճը շարունակող օրգաններն ու մասերը։ Այն օրգանները, որոնք ավարտել են աճը, չունեն այդ ռեակցիան։ Գեոտրոպիզմի ռեակցիան չի դիտվում նաև անբարենպաստ պայմանների դեպքում, ցածր ջերմաստիճանի, թթվասնի սակավության և այլ դեպքերում։ Գեոտրոպիկ ռեակցիայի ուղղությունը կախված միջավայրի պայմանների փոփոխությունից և բույսի զարգացման շրջանից փոխվում է։ Օրինակ, նվազած ջերմաստիճանային պայմաններում ցողունի բացասական գեոտրոպիզմը կարող է վերածվել դիագետոտրոպիզմի՝ սողացող ձևերի։ Կակաչի ծաղկակալը մինչև կոկոնների առաջացումը ցուցաբերում է դրական գեոտրոպիզմ, իսկ ծաղիկները բացվելուց հետո՝ բացասական։ Ֆոտոտրոպիզմը բույսի վերգետնյա օրգանների վրա լույսի միակողմանի անհավասարաչափ ազդեցության հետևանքով առաջացած շարժումն անվանում են ֆոտոտրոպիզմ։ Ինչպես և գեոտրոպիզմը, այս երևույթը նույնպես գոյության պայմանների նկատմամբ հարմարողական բնույթի է։ Սովորաբար բարձրակարգ բույսերի ցողուններն օժտված են դրական ֆոտոտրոպիզմով, իսկ արմատները՝ բացասական։ Տերևները հիմնականում դիաֆոտոտրոֆ են կամ պլագիոտրոֆ են։ Լույսի նկատմամբ տերևների դասավորության բնույթի նման բազմազանությունը նպաստում է արեգակնային էներգիայի լիարժեք օգտագործմանը։ Տերևների շարժումը հիմնականում պայմանավորված է նրանց կոթունի դիրքի փոփոխությամբ։ Որոշ դեպքերում նույն օրգանի ֆոտոտրոպ ռեակցիան փոխվում է՝ կախված լուսավորման պայմաններից։ Չափից ավելի լուսավորման դեպքում դրական ֆոտոռեակցիան կարող է դառնալ բացասական։ Ֆոտոտրոպ ռեակցիայի ուղղությունը փոխվում է նաև կախված բույսի տարիքից։ Մի շարք բույսերում մինչև ծաղկման շրջանը ցողունի ֆոտոտրոպիզմը դրական է, իսկ սերմերի հասունացումից հետո՝ բացասական։ Բույսերի գեոտրոպիկ և ֆոտոտրոպիկ ռեակցիան կարելի է բացատրել կլինոստատ կոչվող սարքի օգնությամբ։ Հորիզոնական դիրքով տեղադրված բույսը դանդաղ պտտվում է կլինոստատի վրա իր երկայնական առանցքի շուրջը։ Քանի որ գրավիտացիոն դաշտը հավասարաչափ է ազդում ընձյուղի և գլխավոր արմատի բոլոր կողմերի վրա, կանխվում է ընձյուղի բացասական գեոտրոպիզմը։ Որպեսզի բույսի օրգանի թեքումը համապատասխանի ծիլի հորիզոնական դիրքին, անհրաժեշտ է որոշակի ժամանակ՝ պրեզենտացիոն։ Պրեզենտացիայի ժամանակը 3-ից 5 րոպե է, իսկ թեքումն արտահայտվում է առնվազն 45-ից 60 րոպեի ընթացքում։
Քեմոտրոպիզմը աճող օրգանների վրա միակողմանի ազդեցության գործոններն են, նաև քիմիական և ֆիզիկական գրգռիչները։ Ըստ այդմ տարբերում ենք բույսերի քեմո, հիդրո, թերմո, տրոպ շարժումներ։ Քեմոտրոպ թեքվածությունը բնորոշ է բույսերի արմատներին, որոնք աճում են դեպի սննդանյութերով հարուստ հողի օջախները։ Քեմոտրոպիզմը բնորոշ է նաև փոշեխողովակին, թեքում դեպի սերմնարանը։ Ավելին, բեղմնավորման ժամանակ սեռական բջիջների հանդիպմանը նպաստում է ձվաբջիջի արտադրածնյութերի նկատմամբ սպերմիումների դրական քեմոտրոպիկ ռեակցիան։ Քեմոտրոպիզմի մասնակի դեպք է այրոտրոպիզմը, երբ արմատների թեքումը պայմանավորված է ինչ-որ գազի միակողմանի ազդեցությամբ։ Թթվասի նկատմամբ բարձրակարգ բույսերի արմատները ցուցաբերում են դրական տրոպիզմ, իսկ ածխաթթու գազի, ամոնիակի, քլորոֆորմի նկատմամբ բացասական տրոպիզմ։ Հիդրոտրոպիզմը առաջանում է հողում ջրի ոչ հավասարաչափ աշխատվածության պատճառով։ Բարձրակարգ բույսերի մեծամասնության արմատները դրական հիդրոտրոպ են։ Հիդրոտրոպիզմը կարելի է դիտարկել նաև որպես քեմոտրոպիզմի մասնակի եղանակ։ Տիգմոտրոպիզմը առաջանում է միակողմանի մեխանիկական ազդեցությամբ՝ ի պատասխան հպման։ Այն բնորոշ է կոլեոպտիլին, որոշ մագլցող և փաթաթվող բույսերի խիղբերին, ցողունին, օդային արմատների ծայրին, որոշ բույսերի տերևակոթունին։ Տրավմոտրոպիզմը Դարվինն առաջինն է նկարագրել, որ արմատի գագաթի միակողմանի վնասվածքի հետևանքով դիտվում է արմատների աճի թեքում վնասվածքի ուղղությունը հակառակ, այսինքն արմատները ցուցաբերում են բացասական տրավմոտրոպիզմ։ Նույն երևույթը դիտվում է մեխանիկական և ջերմային գործոնների ազդեցության դեպքում։ Ավտոտրոպիզմը տրոպիկ թեքում առաջացնող գրգռիչի ազդեցությունը վերացնելուց հետո բույսի օրգանների նախկին վիճակին վերադառնալու հատկությունն է։ Օրինակ, կարճատև հպումից հետո ոլորված խիղբը նորից ուղղվում է։ Գրգիռը վերանալուց հետո ցողիկի կծկված գեղձային մազիկները ստանում են սկզբնական տեսքը։ Հավանաբար տրոպիզմի հետևանքով օրգանի թեքված մասը ցուցաբերում է մեխանիկական ճնշում՝ միակողմանի գրգիռ, որն էլ առաջացնում է բացասական տրոպիկ ռեակցիա։ Էվոլյուցիայի ընթացքում տարածության մեջ բույսի օրգանների դիրքի փոփոխության և կողմնորոշման միջոց են նաև նաստիկ շարժումները։ Դրանք շարժման առավել կատարյալ ձև են, քան տրոպիզմները։ Նաստյաները հունարենից թարգմանաբար նշանակում է փախչող, պայմանավորված են ոչ թե միակողմանի, այլ հավասարաչափ ազդող գրգռիչներով։ Դրանք բնորոշ են միայն երկսիմետրիկ կառուցվածք ունեցող օրգաններին։ Նաստիկ շարժումները լինում են երկու տիպի՝ էպինաստիկ և հիպոնաստիկ։ Նաստիկ շարժումներ առաջացնող գրգիռները տարբեր են՝ ջերմաստիճան, խոնավություն և լուսավորություն։ Այդ պատճառով էլ տարբերում են ֆոտո, հիդրո, թերմո, քեմո, նիկտի, սեյսմա, տրավմա և էլեկտրոնաստյաններ։ Բույսի կյանքում նաստիկ շարժումները մեծ դեր են խաղում։ Օրինակ, միջհատակյալ բույսերի պարագայում այն ազոտական սնունդ հայթայթելու միակ միջոցն է։ Բույսերի համար կարևոր պաշտպանիչ նշանակություն ունեն նիկտինաստյանները, որոնք պայմանավորված են գիշեր-ցերեկ օրինաչափ հաջորդականությամբ։ Դրանով են պայմանավորված ծաղիկների բացվելն ու փակվելու օրական ռիթմերը։ Ֆոտոնաստյանները բնորոշ են երիտասարդ տերևներին, ծաղկաբույլերին, պայմանավորված են օրվա ընթացքում լույս և մութ շրջանների օրինաչափ հերթափոխությամբ։ Օրինակ, խատուտիկի ծաղկաբույլը գիշերը փակում է, իսկ լույսի տակ բացվում։ Ծխախոտի ծաղիկները, հակառակը, բացվում են գիշերը։ Ֆոտոնաստյանների տիպական օրինակ է նաև վարդակակաչի ծաղիկների շարժումները։ Թերմոնաստյանները այս շարժումները պայմանավորված են ջերմային գործոնով։ Ջերմաստիճանի բարձրացման դեպքում ծաղիկները բացվում են, իսկ նվազման դեպքում փակվում։ Նաստյայի արագությունը կախված է ջերմաստիճանի փոփոխման արագությունից։ Օրինակ, քրքումի և վարդակակաչի ծաղիկները 10 աստիճան ցելսիուսի պայմաններ տեղափոխելիս բացվում են։ Տիգմոնաստյանները սրանց առաջին ուսումնասիրությունները կատարել է Դարվինը։ Տիգմոնաստյանները հատուկ են մագլցող բույսերի մեծամասնությանը, փաթաթվում են հպվող մարմիններին։ Խիղբերի բեղիկների շփման արդյունավետությունը մեծացնում է նրանց վրա գտնվող հատուկ կառուցվածքները՝ պտկիկները։ Ըստ Պոլիևոյի, հնարավոր է, որ բեղիկի կամ առաջացած գրգռի փոխանցմանը մասնակցում է նաև աուքսինը և էթիլենը։ Նիկտինանաստյանները հունարենից թարգմանաբաց նիկտոս՝ գիշեր։ Նիկտինանաստյանները գիշերվա և ցերեկվա հերթագայության հետևանքով առաջացած բույսերի օրգանների շարժումներն են։ Այն պայմանավորված է լույսի և ջերմաստիճանի երկկողմ ազդեցությամբ։ Շատ բույսերի տերևները ռիթմիկ շարժվում են, առավոտյան բարձրանում, իսկ գիշերը ծալվում։ Դա պայմանավորված է տերևի մասնագիտացված բջիջներում տուրգորային փոփոխությունով։ Օրինակ, որոշ թիթեռնածաղկավորների և թթվառուհիդի տերևները։ Սեյսմանաստյանները տերևների նաստիկ շարժումներն են մեխանիկական ազդակներով, ցնցումը տեղային ջերմային, էլեկտրական, քիմիական ազդեցությամբ։ Բնորոշ օրինակներն են Վեներայի ճանճորսի ամոթխած միմոզայի տերևների շարժումները։ Միմոզայի ռեակցիան արձանագրվում է 0,1 վայրկյանից հետո։ Մեխանիկական ազդեցությունից միմոզայի տերևները թուլանում և կախվում են։ Գրգիռը տարածվում է 40-ից 50 սմ վայրկյան արագությամբ։ Սեյսմանաստիկ շարժումների հիմքում տերևի ստորին մասի բջիջներում տուրգորի փոփոխությունն է։
Ավտոնաստիաները որոշ բույսերի տերևների ռիթմիկ ինքնաբերաբար շարժումներն են։ Այս դեպքում արտաքին գործոններն էական դեր չեն խաղում, օրինակ լոբու և դեսմոդիում արևադարձային բույսի տերևների ռիթմիկ տատանումներն են։ Նուտացիաները լատիներենից թարգմանաբար նշանակում է տատանում կամ ճոճում։ Սրանք բույսի օրգանների որոշ դեպքերում էնդոգեն բնույթի շրջանաձև կամ տատանողական շարժումներն են։ Շրջանաձև նուտացիայի դիտվում արմատների անհավասարաչափ աճի դեպքում։ Երկարաձգման գոտում բջիջների աճի տեղային արագացումից առաջանում են նուտացիաներ։ Շրջանաձև նուտացիաները հատկապես ցայտուն են արտահայտված փաթաթվող բույսերի ցողունի և սողացող բույսերի բեղիկների մեջ։ Լիանաների մեծամասնության ընձյուղի գագաթը շարժվում է ժամացույցի սլաքին հակառակ, այսինքն փաթաթվում է ձախ։ Նման տիպի շարժումները հավանաբար պայմանավորված են գիբերելինի առկայությամբ։ Նուտացիաները ծառայում են բույսերի լույսի ուղղությամբ շարժվելուն։ 1928 թվականին Խոլոդնին և Վենտը, հիմնվելով շարժումների վերաբերյալ Դարվինի առաջ քաշած տեսության վրա, ամփոփել և ավելի խորը բացահայտել են շարժումների մեխանիզմը։ Տրոպիզմները պայմանավորված են տվյալ օրգանի հյուսվածքի առանձին մասերի ոչ հավասարաչափ աճի ակտիվությամբ։ Աճի ակտիվության տարբերությունը պայմանավորված է աճը խթանող հորմոնների շարժումով և անհավասարաչափ բաշխումով։ Ֆիտոհորմոնների անհավասարաչափ բաշխումը պայմանավորված է բուսական հյուսվածքում առաջացած էլեկտրաֆիզիոլոգիական բևեռականությամբ։ Օրինակ, օրգանի հյուսվածքի ուժեղ լուսավորված մասը ձեռք է բերում բացասական, իսկ թույլ լուսավորված մասը դրական լիցք։ Երկրի ձգողական ուժի և էլեկտրական բևեռականության առաջացման շնորհիվ հորիզոնական դասավորություն ունեցող կամ միակողմանի լուսավորվող օրգանների թույլ լուսավորված մասը լիցքավորվում է դրական և հորմոններն այդտեղ ավելի շատ են կուտակվում, քան լավ լուսավորված բացասական լիցքավորված մասում։ Հորմոնների անհավասարաչափ տեղաբաշխումը պայմանավորում է օրգանի տարբեր մասերի աճի տարբեր ակտիվություն։ Օրգանի և նրա տարբեր մասերի աճի ակտիվության տարբերությունը պայմանավորում է համապատասխան թեքում։ Ինչպես բոլոր ֆիզիոլոգիական պրոցեսները, աճը նույնպես պարբերական բնույթ ունի։ Այն կախված է ներքին և արտաքին գործոնների ազդեցությունից։ Բույսերի աճը ռիթմիկ է, ակտիվ աճին հաջորդում է ցածր ակտիվությունը, որը սովորաբար համապատասխանում է արտաքին գործոնների ռիթմիկ փոփոխություններին։ Երբ ֆիզիոլոգիական պրոցեսների ձևավորված պարբերականությունը որոշ ժամանակ անց պահպանվում է նաև արտաքին գործոնների ազդեցության բացակայության դեպքում, այդպիսի ռիթմը կոչվում է էնդոգեն։ Նման ռիթմերից են ֆոտոսինթեզի և շնչառության պրոցեսները, տրանսպիրացիան, նյութերի տեղափոխումը և այլն։ Այս ֆիզիոլոգիական պրոցեսների պարբերականությունը որոշ ժամանակ պահպանվում է և միջավայրի պայմանների փոփոխության դեպքում, որի պատճառով էլ այդ ռիթմերի շնորհիվ կենդանի օրգանիզմները լավ հարմարված են իրենց բնակեցման պայմաններին։ Բացի օրական պարբերականությունից, բույսերը ենթարկվում են նաև սեզոնային պարբերականության, օրինակ բնի աճը լայնությամբ ամռանը հասնում է առավելագույնի, իսկ աշնանը դադարում է։ Միջավայրի պայմանները տարվա ընթացքում ռիթմիկ փոփոխվում են կրելով սեզոնային բնույթ, այսինքն միշտ չէ, որ պայմանները նպաստավոր են բույսերի աճի համար։ Անբարենպաստ պայմաններին դիմակայելու համար բույսը կամ նրա առանձին մասերը անցնում են հանգստի, որը հաճախ ուղեկցվում է առանձին օրգանների, տերևների կամ ամբողջ ընձյուղների կորստով։ Այս վիճակում բազմամյա բույսերը դիմակայում են ձմեռային շրջանին։ Բացի պաշտպանիչ նշանակությունից, հանգիստն անհրաժեշտ օղակ է բույսի օնտոգենեզում, որը նախապատրաստում և պայմանավորում է բույսերի հետագա ակտիվ աճը և զարգացումը։ Բույսերը հանգիստ կարող են անցնել նաև նույնիսկ աճի համար անհրաժեշտ բոլոր պայմանների առկայության դեպքում։ Հանգիստը չի նշանակում կենսական պրոցեսների նյութափոխանակության կանգ։ Հանգիստը հարաբերական է, քանի որ այդ շրջանում նույնպես բջիջներում տեղի են ունենում արտաքուստ չարտահայտվող կենսական պրոցեսներ, որոնցով պայմանավորված է բույսի հետագա անցումը ակտիվ կյանքի, այսինքն հանգիստն ու ակտիվը աճը փոխկապակցված են։ Տարբերվում են հարկադրական և խորը ֆիզիոլոգիական հանգիստ։ Հարկադրական հանգիստը դիտվում է անբարենպաստ պայմաններում։ Բարենպաստ պայմաններում հարկադրական հանգստի վիճակում գտնվող օրգանների աճի պրոցեսները վերականգնվում են։ Հարկադրական հանգիստը բնորոշ է սերմերին, ձմեռող բողբոջներին, սոխուկներին և կոճղարմատներին։ Բացի ձմեռային հարկադրական հանգստից, որոշ բույսերին հատուկ է նաև ամառային հանգիստը։ Օրինակ, որոշ կաուչուկատու բույսեր բարձր ջերմաստիճանի և ջրի անբավարարության պայմաններում ամռանը տերևաթափ են լինում։ Երբեմն բույսի վեգետատիվ օրգանները և սերմերը աճի համար նպաստավոր պայմաններում նույնպես գտնվում են հանգստի վիճակում։ Դա ֆիզիոլոգիական հանգիստն է, այսինքն ֆիզիոլոգիական հանգիստը արտահայտվում է աճի ուշացումով և պայմանավորված է ներքին ֆիզիոլոգիական մեխանիզմով, հատկապես աճը կասեցնող ֆիտոհորմոնների ավելացումով։ Այս գործոնների ազդեցությամբ բույսն ի վիճակի չէ օգտագործել արտաքին բարենպաստ պայմանները և անցնել ակտիվ կենսագործունեության։ Ֆիզիոլոգիական հանգիստը կարող է տևել ամիսներ և նույնիսկ տարիներ։ Հանգստի շրջանում, բացի աճի թուլացումից կամ դադարից, թուլանում են նյութափոխանակության բոլոր պրոցեսները։ Այս ամենից եզրահանգում ենք, որ բույսի և նրա օրգանների ակտիվ աճը կատարվում է արտաքին և ներքին գործոնների նպաստավոր պայմանների առկայության դեպքում։ Բնական պայմաններում հանգիստը կարևոր միջոց է տեսակի պահպանման համար։ Նրանով է արտահայտվում բույսի պատմականորեն ձևավորված հարմարումը գոյության պայմանների ռիթմիկ փոփոխություններին։ Հանգստի տևողությունը որոշվում է տեսակի առանձնահատկություններով։ Նշենք հանգստի մի շարք առանձնահատկություններ։
Հանգստացող օրգաններն ավելի դիմացկուն են անբարենպաստ պայմաններում, հանգստացող օրգանների աճը դադարում է, թուլանում է բոլոր կենսական պրոցեսների ինտենսիվությունը, փոփոխություններ են կատարվում ցիտոպլազմային բջիջներում, պլազմոդեսմատիկ կապերը լավ չեն արտահայտվում, պրոտոպլազման ծածկում է լիպիդների շերտով, բջիջների պլազմոլիզը արտափքված է, իջնում է կոլոիդների հիդրոֆիլության մակարդակը, ցիտոպլազման ջրազրկվում է, բջիջներում նվազում է ֆերմենտային ակտիվությունը, բարձրանում է արգելակիչների պարունակությունը, բարձրանում է բջջահյութի խտությունը։ Սերմերի հանգիստը պայմանավորված է ներքին և արտաքին մի շարք գործոններով, նրանք կարող են լինել հարկադրական և խորը հանգստի վիճակում, երբեմն սերմերը չեն ծլում, անգամ անհրաժեշտ բոլոր պայմանների առկայության դեպքում, պատճառները բազմազան են, օրինակ ընդհանորների սերմերն ունեն ջրի և թթվածնի համար անթափանց հաստ և ամուր սերմնամաշկ, այդ պատճառով նշված բույսերի սերմերը կարող են գտնվել հարկադրական հանգստի վիճակում, բույսերի շատ տեսակների սերմեր հասունացումից անմիջապես հետո չեն ծլում, այս երևույթը ևս ունի բազմաթիվ պատճառներ, որոշ բույսերի սերմերում սաղմնաթերի է զարգանում, սաղմերի խորը հանգիստը պայմանավորված է նրանց մեջ աճի ինհիբիտորների պարունակությամբ, հանգստացող սերմերում խիստ սահմանափակ է ֆիտոհորմոնների պարունակությունը, գիբերելինի և ցիտոկինինի։ Հանգստի վիճակում գտնվող սերմերում բարձրանում է աբզիզաթթվի պարունակությունը, իսկ գիբերելինները և ցիտոկինինները նվազում։ Սերմերը թրջելու ընթացքում աբզիզաթթուն լվացվում է և ծլարձակումն արագանում է։ Սերմերի հանգիստը և ծլումը կարգավորվում են ֆիտոհորմոնների փոխհարաբերություններով, հատկապես գիբերելինի և աբզիզաթթվի հարաբերությունով։ Աճի ինհիբիտորների առկայության դեպքում սերմերի հանգստից դուրս գալու համար անհրաժեշտ է ֆիտոհորմոնների, գիբերելինի և ցիտոկինինների առկայությունը։ Սերմերի հանգիստը էվոլյուցիայի ընթացքում կենսաբանական հարմարվածության հետևանք է։ Նույն բույսի բոլոր բողբոջները չեն կարող միաժամանակ լինել հանգստի վիճակում, բողբոջների հանգստի պատճառը ցածր ջերմաստիճանն է։ Սերմերը հանգստի կարող են անցնել նաև նկատելիորեն բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Հանգստի անցման ազդանշան է ցերեկվա և գիշերվա տևողության որոշակի հարաբերությունը։ Բույսերն անցնում են հանգստի կարճ օրվա ազդեցությամբ և հակառակը այդ վիճակից դուրս են գալիս, երբ ցերեկը երկարում է։ Կարճ օրվա ազդեցությամբ բույսերում առաջանում են աճի ինհիբիտորներ, որոնք ևս բողբոջներում թուլացնում են ֆիզիոլոգիական պրոցեսները։ Այդ ընթացքում միաժամանակ փոքրանում է գիբերելինների պարունակությունը։ Հանգստից աճի անցնելով բողբոջներում տեղի ունենում հակառակ փոփոխություններ։ Անցումը հանգստին զուգակցվում է նաև անբարենպաստ պայմանների նկատմամբ բույսերի դիմացկունության մեծացման մի շարք պրոցեսներով, բարձրանում է ցիտոպլազմայի մածուցիկությունը, ցիտոպլազման հեռանում է բջջապատից, ցիտոպլազմայի մակերեսին կուտակվում են լիպիդներ։ Չնայած հանգիստն անբարենպաստ պայմաններին բույսերի դիմակայելու միջոց է, սակայն որոշ դեպքերում նրա երկարատևությունն անցանկալի է։ Երբեմն սերմերի ծլումն արգելակվում է սերմնամաշկից թթվածնի դժվար թափանցելու և նրա տակ ածխաթթու գազի կուտակման պատճառով, օրինակ անջրաթափանցիկ հաստ մաշկ ունեցող սերմերի ծլունակության ուշացումը։ Ընդհանորների թելուկազգիների, հիպերտազգիների, մորումազգիների սերմերը հարկադրական հանգստից դուրս բերելու համար մշակված են սկալիֆիկացիայի նախացանքային մշակման միջոցներ։ Սերմերի ծլման պրոցեսն արագացնելու նպատակով մեխանիկական ճանապարհով վնասվում է սերմնաթաղանթը։ Հաճախ սերմերի ծլունակության բացակայությունը պայմանավորված է սաղմի ֆիզիոլոգիական ոչ լիարժեք հասունացմամբ, ուստի աշնանը բերքահավաքից հետո սերմերը պետք է անցնեն հանգստի շրջան։ Անհրաժեշտ է դրանք պահել խոնավ ավազի մեջ, ցածր ջերմաստիճանի պայմաններում։ Այս միջոցը անվանում են ստրատիֆիկացիա, սերմերի և ավազի շերտավոր խառնում։ Սերմերի հանգիստը կարելի է խախտել նաև կարմիր լույսի ճառագայթումով։ Բողբոջների և այլ օրգանների հանգիստը կարող է հաղթահարվել ֆիտոհորմոնների ազդեցությամբ։ Բույսերի հանգիստը կարելի է կարգավորել նաև փոփոխվող ջերմային ռեժիմով, որոշ քիմիական նյութերով, 2% թիոմիզանյութով, էթիլեն քլորհիդրինով կամ ամոնիումի ռոդանտով և այլն։ Կարտոֆիլի պալարների հանգիստը կարելի է երկարացնել պահել հանգստի վիճակում, դրանք մեթիլ եթերով մշակելու միջոցով։ Հանգստի կարգավորումը մեծ նշանակություն ունի գործնական բուսաբուծության մեջ։ Բարձրակարգ բույսերի կենսական ցիկլի տևողությունը տարբեր է։ Գոյություն ունեն միամյա խոտաբույսերի և մի քանի հարյուրամյակ ապրող կաղնին, լորենի և նույնիսկ հազարամյակներ ապրող մամանտածառի տեսակները, սակայն անկախ առանձին խմբերի կյանքի տևողությունից բույսերը բնորոշ են անհատական կյանքի կամ օնտոգենեզի ընդհանրական հատկանիշներ։ Բարձրակարգ բույսերի օնտոգենեզում տարբերում ենք երկու փուլ՝ վեգետատիվ օրգանների առաջացման և ծաղիկների պտուղների ձևավորման։ Ըստ ծաղկման և պտղակալման տարբերում ենք մոնոկարպ, մեկ անգամ պտղաբերող և պոլիկարպ բազմակի պտղաբերող բույսեր։ Մոնոկարպերի խմբին են պատկանում էֆեմերները, միամյանները, երկամյանները և բազմամյանները։ Պոլիկարպ բույսերի թվին են պատկանում հետևյալ բուսատեսակները՝ առաջին տարում ծաղկող բազմամյա հացաբույսերը, երկրորդ տարում ծաղկող որոշ ընդհավուրներ, երրորդ տարում ծաղկող հատապտղատունները, 8-ից 12-րդ տարում ծաղկող ռոզացեա ընտանիքի որոշ ներկայացուցիչներ, խնձորենին և տանձենին, 25-ից 30-րդ տարում ծաղկող լորենին և թխկին, 40-ից 60-րդ տարում ծաղկող կաղնին։
Բուսական օրգանիզմների, ինչպես և յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի կյանքի ընթացքում անդադար տեղի են ունենում տարիքային փոփոխություններ, ծերացման պրոցեսը հատկանշական է բոլոր օրգանիզմներին։ Ռուս գիտնական Կրենկեն 1940 թվականին փորձել է խմբավորել և բնութագրել բույսերի տարիքային փոփոխությունները։ Նա օնտոգենեզը դիտում էր որպես կենսական պրոցեսների օրինաչափ և փոխպայմանավորված փոփոխությունների ամբողջություն։ Օնտոգենեզի ընթացքում տեղի է ունենում բույսերի պոտենցիալ կենսունակության աստիճանական սպառում, ուստի այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում օնտոգենեզի ընթացքում, կարելի է դիտել իբրև աստիճանական ծերացում։ Ի տարբերություն կենդանիների, բույսերի ծերացումը անդադար չէ, այն դանդաղում և նույնիսկ ընդհատվում է երիտասարդացմամբ։ Վերջինս Կրենկն բացատրել է բույսերի մեջ մինչև կյանքի վերջը նոր օրգանների՝ տերևների ընձյուղների առաջացումով։ Կրենկերի տեսության համաձայն, բուսական օրգանիզմների ծերացման պրոցեսը բնութագրական է ինչպես ողջ օրգանիզմի, այնպես էլ նրա առանձին օրգանների համար։ Բույսերի անհատական զարգացման ընթացքում ծերացումն ընդհատվում է երիտասարդացումով, նոր օրգանների, տերևների ճյուղերի առաջացումով, որոնք դանդաղեցնում են ծերացման պրոցեսը և ամբողջ բույսի վրա թողնում երիտասարդացնող ազդեցություն։ Ելնելով վերոհիշյալից, Կրենկենը առաջադրել է բույսերի ցիկլիկ ծերացման և երիտասարդացման տեսությունը, համաձայն որի նոր առաջացած օրգանի ֆիզիոլոգիական վիճակի վրա ազդում է մայր բույսի հասակը, որքան այն մեծ է, այնքան փոքր է նոր առաջացած օրգանի ֆիզիոլոգիական երիտասարդությունը։ Ելնելով դրանից տարբերում են բույսի օրգանի օրացուցային, սեփական և ընդհանուր կամ ֆիզիոլոգիական հասակ հասկացությունները։ Օրգանի սեփական հասակն այն ժամանակն է, որ հաշվարկվում է նրա ձևավորումից մինչև տվյալ պահը։ Ֆիզիոլոգիական հասակը որոշվում է տվյալ օրգանի օրացուցային և մայր բույսի հասակով, նրա ձևավորման պահից սկսած։ Այսպես, երիտասարդ կամ ծեր օրգանիզմի վրա առաջացած միևնույն սեռական հասակ ունեցող տերևները միմյանցից տարբերվում են ֆիզիոլոգիական հասակով։ Ծեր օրգանի վրա առաջացած գագաթային տերևի ֆիզիոլոգիական հասակը մեծ է, իսկ նույն բույսի ստորին հարկի տերևները ֆիզիոլոգիապես երիտասարդ են։ Անհամեմատ կենսունակ ընձյուղի զարգացման համար բույսը պետք է ունենա որոշակի ֆիզիոլոգիական հասակ։ Երիտասարդ բույսերի վրա առաջանում են համեմատաբար թույլ օրգաններ։ Մայր բույսի հասակի մեծացմանը զուգընթաց առաջացող օրգանի կենսունակությունը մեծանում է, այնինչ Կրենկենն համարում է երիտասարդացում իրականում աճման պրոցեսների ակտիվ վերսկսում է։ Օրինակ, ծառը կտրելիս բնի հիմքում արթնանում են քնած բողբոջները, սակայն այս օրինակը ոչ թե երիտասարդացում, այլ դանդաղեցված ծերացում, քանի որ քնած բողբոջները ծերանում են ավելի դանդաղ, քան ամբողջ բույսը։ Կրենկենն բույսերի զարգացման շարժիչ ուժը համարում էր ծերացման և երիտասարդացման միջև գոյություն ունեցող հակասությունները։ Ծերացման և երիտասարդացման փոխհարաբերությունը կախված է օնտոգենեզի փուլերից, արտահայտվում է միագագաթ կորով։ Ցիկլիկ ծերացման և երիտասարդացման տեսությունը հաստատվում է տերևների մորֆոֆիզիոլոգիական փոփոխություններով։ Կրենկեի տեսության դրույթներն ունեցան նաև դրական նշանակություն օնտոգենեզում բույսերի ֆիզիոլոգիական փոփոխականության օրինաչափությունների պարզաբանման գործում, հատկապես գործնական բուսաբուծության բնագավառում։ Օրինակ, բույսերի վեգետատիվ բազմացման համար կարևոր է ճիշտ որոշել կտրոնների ֆիզիոլոգիական հասակը։ Բացի այդ, հայտնի է, որ թեյի որակը կախված է տերևի տարիքից, ուստի անհրաժեշտ է վերցնել ավելի ծեր թփերի, առավել երիտասարդ տերևները։ Այդ հանգամանքը անհրաժեշտ է հաշվի առնել նաև թթենու թիթեռի, մետաքսագործի, թրթուրների կերակրելու նպատակով տերևներն ընտրելիս։ Ծերացումն արտահայտվում է ֆիզիոլոգիական պրոցեսների աստիճանական թուլացմամբ, առաջին հերթին սպիտակուցների սինթեզի։ Դա հորմոնալ հսկողությամբ ընթացող բնական երևույթ է։ Միջավայրի պայմանները ազդելով հորմոնալ փոխանակության վրա կարող են դանդաղեցնել կամ արագացնել ծերացումը։ Վերջինիս դանդաղեցմանը նպաստում է առաջ ջրամատակարարումը, ազոտային սնուցման բարելավումը։ Դրանք նպաստում են աուքսինների և ցիտոկինինների կուտակմանը, իսկ երաշտը աբզիզաթթվի և էթիլենի կուտակմանը, որը և խթանում է բույսերի ծերացումը։ Ակադեմիկոս Ղազարյանի տեսությամբ, ծերացումը բացատրվում է բույսերի անհատական զարգացման ընթացքում միջօրգանային կապերի մորֆոֆիզիոլոգիական ֆունկցիոնալ փոխհարաբերության փոփոխությունով և օրգանիզմի ամբողջականության խախտումով։ Ըստ նշված տեսության, բույսերի միջօրգանային կապերի համակարգում առավել կարևոր է արմատերև ֆունկցիոնալ կապը։ Վերջինիս թուլացումը, արմատային անբավարարության առաջացումը և ապա այդ կապի խզումը բույսերի ծերացման հիմնական պատճառներից մեկն է։ Բնականաբար, բույսերի ամբողջականության և արմատ-տերև կապի խզումն ունի մոլեկուլային մեխանիզմ։ Վերջին հաշվով, ծերացումը բույսերի անհատական զարգացման ընթացքում սինթեզի, ասիմիլյացիայի և քայքայման, դիսիմիլյացիայի պրոցեսների հարաբերության փոփոխությունն է, գենետիկ ծրագրի և ենթածրագրերի իրականացումը միջավայրի որոշակի պայմաններում։ Այս ամենը բացատրվում է նաև պտուղների ձևավորման և հասունացման շրջանում արմատային համակարգում ասիմիլյանտների պակասով, աճի անկումով, որը բացասաբար է ազդում ջրային ռեժիմի, ֆոտոսինթեզի, ինչպես նաև բույսի ընդհանուր կենսագործունեության վրա։ Սովետական գիտնական մեր հայրենակից Չայլախյանն առաջարկել է բույսերի զարգացման հորմոնալ տեսություն, որի համաձայն բույսերի ծաղկումը պայմանավորված է տերևներում սինթեզվող հատուկ նյութերի, հորմոններով, գիբերինների և անտեզինների։ Երկար օրվա բույսերի ծաղկման համար չափազանց կարևոր է գիբերինի առկայությունը։
առկայություն է։ Երկար օրվա բույսերում անտեզիները միշտ բավարար քանակությամբ են, անկախ ցերեկվա տևողությունից։ Երկար օրվա բույսերը կարճ օրվա պայմաններում չեն ծաղկում, քանի որ չի բավարարում գիբերինի առկայությունը։ Կարճ օրվա պայմաններում երկար օրվա բույսերը գիբերինով մշակելու դեպքում ծաղկում են, սակայն կարճ օրվա բույսերը երկար օրվա պայմաններում գիբերինով մշակելու դեպքում չեն ծաղկում։ Կարճ օրվա բույսերում գիբերինի պարունակությունը պայմանավորված չէ օրվա տևողությամբ և միշտ բավարար քանակություն ունի։ Դա է պատճառը, որ գիբերինի ծաղկման վրա չի ազդում, սակայն բավարար չէ այլ խմբի հորմոնների՝ անտեզիների քանակությունը, որն առաջանում է միայն կարճ օրվա ընթացքում։ Ուստի կարճ օրվա բույսերը երկար օրվա պայմաններում ծաղկում են առայժմ ոչ ուսումնասիրված հորմոնների՝ անտեզիների առկայության դեպքում։ Օրվա տևողությունը ընկալելու համար բույսը որպես ծաղկման ազդակ պետք է հասնի որոշակի տարիքի։ Չալյախյանն այդ տարիքը անվանել է ծաղկահասուն, այսինքն զարգացման ներքին գործոնները պետք է հասցնեն բույսը որոշակի աստիճանի։ Ազդակը ստանալուց հետո մերիստեման անմիջապես ծաղիկ չի առաջացնում։ Դրան նախորդում է գաղտնի նախապատրաստման շրջանը՝ էվոկացիան, ըստ Չալյախյանի։ Ելներով վերոհիշյալից Չալյախյանը ապացուցել է, որ բույսերի ծաղկումը պայմանավորված է երկբաղադրամաս հորմոնալ համակարգով՝ գիբերինով և անտեզինով։ Ծաղկող բույսերի տերևներում նշված հորմոնները առկա են։ Այդ նյութերը կարող են սինթեզվել ինքնուրույն և ինդուկցիոն ճանապարհով պայմանավորված օրվա տևողությամբ։ Ավտոնոմ կարգավորումը կախված չէ միջավայրի պայմաններից, իսկ ինդուկցված կարգավորումը պայմանավորված է միջավայրի որոշակի գործոններով։ Չալյախյանը բույսերի զարգացման հորմոնալ տեսություն առաջ է քաշել դեռևս 1937 թվականին։ Տեսության զարգացումը բնութագրվում է ուսումնասիրությունների 3 շրջանով։ 1937-ից 57 թվականներին զարգացման համար հորմոնների կոմպլեքսի անհրաժեշտությունը, 58-ից 74 թվականներին զարգացման համար երկկոմպոնենտ միացության գիբերինի և անտեզինի անհրաժեշտությունը և 1975-ից 84 թվականներին երկկոմպոնենտ կոմպլեմենտար միացության անհրաժեշտությունը։ Չալյախյանի մշակած բույսերի ծաղկման հորմոնալ տեսությունը, որը պայմանավորված է տերևներում սինթեզվող հորմոնների գիբերինի և անտեզինի առկայությամբ, հաստատվել է նաև այդ հորմոնները պարունակող ընձյուղի պատվաստմամբ։ Եթե պատվաստվող երկար կամ կարճ օրվա ընձյուղը կրել է համապատասխան օրվա ազդեցությունը և պարունակել է նշված հորմոնները, չծաղկող բույսի վրա պատվաստելու դեպքում նպաստել է վերջինիս ծաղկելուն։ Նույն ազդեցությունն է թողնում նաև ծաղկող բույսի տերևներից ստացված մզուկը։ Չալյախյանն իր ուսումնասիրություններում նշել է նաև արմատների դերը ծաղկման պրոցեսում։ Վերջերս ապացուցվել է, որ արմատներում առաջանում է մի շարք նյութեր, որոնք տեղափոխվում են ընձյուղ, այնտեղ մոդիֆիկացվում և մասնակցում ծաղկմանը։ Մի շարք գիտնականներ բույսերի ծաղկահասունացման գործում մեծ նշանակություն են տալիս անհրաժեշտ քանակությամբ և որակի տրոֆիկ գործոնների առաջացմանը։ Կլեպսը 1905 թվականին բույսերի ծաղկման համար որոշիչ նշանակություն է տվել ածխածնի և ազոտի փոխհարաբերությանը։ Կլեպսը ենթադրել է, որ շաքարների կուտակմանը նպաստող պայմաններն ակտիվացնում են ծաղկումը, իսկ ազոտային նյութերի կուտակմանը նպաստող պայմանները վեգետատիվ վիճակի պահպանմանը։ Որոշ բույսերի համար դա հիմնավորվել է։ Պտղատու ծառերի օղակահատման միջոցով կարելի է արագացնել ծաղկաբողբոջների առաջացումը։ Չալյախյանի տվյալներով կլեպսի տեսությունը հաստատվում է միայն երկարօրյա բույսերի համար։ Բույսերի զարգացման ընթանում է փուլերով, որոնք բնութագրվում են մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական ցուցանիշներով։ Զարգացման չափանիշները բավարար ուսումնասիրված չեն։ Այդ պատճառով էլ մեծ մասամբ զարգացման փուլերն առանձնացնելիս հիմնականում առաջնորդվում են մորֆոլոգիական ցուցանիշներով։ Չալյախյանը սերմնավոր բույսերի համար առանձնացնում է զարգացման հետևյալ փուլերը. Սաղմնային, երիտասարդության, հասունության, բազմացման և ծերացման։ Սաղմնային փուլը ձվաբջիջի բեղմնավորումից մինչև սաղմի ծլարձակման շրջան է։ Այն ավարտվում է հանգստի վիճակի անցումով։ Երիտասարդությունը սաղմի ծլումից մինչև սաղմնային ծաղիկների ձևավորումն է, բնութագրվում է վեգետատիվ օրգանների ակտիվ աճով։ Հասունությունը սաղմնային ծաղիկների կազմավորումից մինչև բեղմնավորումը, նոր սաղմի հանդես գալու շրջանն է։ Բազմացումը բեղմնավորումից մինչև սերմերի լրիվ հասունացումը, ծաղկումն ու պտղակալումն է։ Ծերացումը սերմերի հասունացումից մինչև անհատական կյանքի ավարտը։ Վերջին հաշվով բույսերն աստիճանաբար ծերանում են, որի ամբողջական մեխանիզմը բավականին բարդ է։ Ամփոփելով վերոհիշյալը կարելի է նկատել, որ բույսերի զարգացման ընթացքում մեկ փուլից մյուսին անցումը պայմանավորված է գենոտիպի ֆենոտիպային դրսևորումներով։ Այլ կերպ ասած, գոյություն ունի զարգացման ընդհանուր ծրագիր, որն իրականացվում է ենթածրագրերով, իսկ վերջինիս հիմքում այս կամ այն գենի ակտիվությունն է։ Զարգացման այս կամ այն փուլը տեղի է ունենում որոշակի գենի ակտիվությամբ և ինչ-որ գենի ճնշվածությամբ։ Զարգացման առանձին փուլերի տևողությունը և հաջորդ փուլին անցումը միաժամանակ կախված է միջավայրի պայմաններից։ Յուրաքանչյուր փուլի ընթացքում բուսական օրգանիզմում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք պայմանավորում են հաջորդ փուլի սկիզբը և ընթացքը։ Այսպիսով, բույսերի
զարգացումն իրականացվում է գենետիկական պոտենցիալի և արտաքին գործոնների փոխազդեցության պայմաններում։ Յուրաքանչյուր բուսական օրգանիզմի անհատական զարգացումը ընթանում է արտաքին և ներքին գործոնների համատեղ ազդեցության պայմաններում։ Այդ գործոնների փոխհարաբերությամբ է պայմանավորված բույսերի զարգացման վեգետատիվ կենսակերպից վերարտադրողական փուլին ծաղկման և պտղաբերման անցումը։ Օրգանիզմ-միջավայր միասնությունը դինամիկ է և փոխկապակցված։ Բույսերի անհատական զարգացման ընթացքում տեղի են ունենում մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական փոփոխություններ։ Բույսերի անհատական զարգացումն ընթանում է փուլերով։ Զարգացման փուլերի հերթագայումը և ընթացքը պայմանավորված են օրգանիզմի գենոտիպի և միջավայրի գործոնների փոխներգործությամբ։ Միջուրինը մեծ տեղ է տվել արտաքին գործոնների ազդեցությանը։ Բույսերի զարգացման համար արտաքին գործոններից առավել կարևորվում են ջերմաստիճանը և օրվա տևողությունը։ Բույսերի ծաղկումը կախված ջերմաստիճանից անվանում են յարովիզացիա, իսկ ծաղկումը կախված օրվա ընթացքում ցերեկվա և գիշերվա տևողության հարաբերությունից լուսապարբերականություն։ Միջավայրի գործոնների ազդեցությանը մեծ նշանակություն են տվել նաև Լիսենկոն։ Նա հիմք ընդունելով միջուրինի առաջ քաշված օրգանիզմի և միջավայրի փոխհարաբերության կարևորությունը մշակել է այսպես կոչված բույսերի զարգացման փուլային տեսությունը։ Զարգացման փուլայնությունը պայմանավորված է միջավայրի գործոնների խիստ որոշակի հերթագայումով, ընդ որում յուրաքանչյուր փուլի համար կարևորվում է այս կամ այն գործոնը։ Զարգացման առաջին փուլի համար կարևոր է ջերմային գործոնի ազդեցությունը։ Բույսի ռեակցիան որոշակի փուլում ցածր դրական ջերմաստիճանի ներգործության նկատմամբ անվանում են յարովիզացիա կամ գարնանացում։ Ըստ Լիսենկոյի զարգացման փուլային տեսության օնտոգենեզի առաջին փուլի ընթացքում տեսանելի արտաքին մորֆոլոգիական փոփոխություններին նախորդում էին ներքին որակական ֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնք պայմանավորում են բույսի անցումը զարգացման հաջորդ փուլին։ Եթե բույսը չի անցել զարգացման առաջին փուլը, յարովիզացիան մյուս փուլին անցնել չի կարող։ Բույսերի զարգացման առաջին փուլը գարնանացումն է։ Յարովիզացիայի փուլում գերակա է ջերմաստիճանի գործոնը։ Այդ գաղափարն առաջին անգամ զարգացրել է Գասները 1918 թվականին։ Ըստ այդ գործոնի ազդեցության բույսերը կարելի է բաժանել 3 խմբի։ Բույսեր, որոնք գարնանացման փուլն անցնելու համար կարիք ունեն համեմատաբար ցածր ջերմաստիճանի 0-ից 4 աստիճան Ցելսիուս։ Դրանք հիմնականում աշնանացան ձևերն են, կան նաև երկամյաններ և որոշ բազմամյաններ։ Բույսեր, որոնց զարգացումն արագացվում է ցածր ջերմաստիճանի ներգործությամբ, բայց ոչ որպես պարտադիր գործոն։ Բույսեր, որոնք ծաղկման փուլին անցնելու համար ցածր ջերմաստիճանի կարիք չունեն։ Բնական պայմաններում աշնանացան տեսակներն էվոլյուցիայի ընթացքում հարմարվել են ցածր ջերմաստիճանի երկարատև ազդեցությանը, որի պատճառով էլ դիմակայում են ձմեռային պայմաններում։ Հայտնի է, որ աշնանացան ցորենը, գարին, աշորան, գարնանը ցանելու դեպքում ակտիվ աճում և թփակալում են, բայց ի տարբերություն գարնանացան ձևերի չեն ծաղկում և հասկակալում, քանի որ չեն անցել զարգացման առաջին փուլը՝ յարովիզացիան։ Գարնանացան և աշնանացան ձևերի տարբերությունը գենետիկական է։ Յարովիզացիոն փոփոխությունները տեղի են ունենում աճման կետում։ Աշնանացան ցորենի սորտերի մեծ մասի համար ցածր ջերմաստիճանի ազդեցության տևողությունը 35-ից 60 օր է։ Յարովիզացիայի համար անհրաժեշտ է բավարար քանակությամբ ջուր և թթվածին։ Յարովիզացիոն փոփոխությունները հետադարձ են։ Բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ հնարավոր է բույսի յարովիզացիան վերացնել, որի հետևանքով վերարտադրող օրգաններ առաջացնելու բջիջների պատրաստակամությունը վերանում է։ Որոշ դեպքերում ցածր ջերմաստիճանի ազդեցությունը կարող է փոխարինվել, եթե բույսերն աճեցնում են անդադր լուսավորման պայմաններում։ Ըստ զարգացման փուլային տեսության բույսը գարնանացան առաջին փուլից հետո պետք է անցնի երկրորդ փուլը՝ լուսայինին։ Զարգացման այս փուլը կարող է անցնել տերևակալած ֆոտոսինթեզ կատարող բույսերը։ Բույսի ծաղկման փուլին անցնելու կախվածությունը լուսավորման տևողությունից անվանում են լուսապարբերականություն կամ ֆոտոպերիոդիզմ։ Դեռևս 1920 թվականին ամերիկացի ֆիզիոլոգներ Հարների և Ալարդը հաստատել են, որ որոշ բույսեր ծաղկում են միայն կարճ օրվա պայմաններում։ Այդ բույսերից են մերլիենտ մամոնտի սորտի ծխախոտը, սոյան, պերիլլան, քրիզանթեմը և կորեկը։ Հետագայում հայտնաբերվել են այլ բույսեր, որոնք ծաղկում են միայն երկար ցերեկվա պայմաններում։ Բույսերի ֆոտոպերիոդիկ ռեակցիայի ուսումնասիրությամբ զբաղվել են շատ հետազոտողներ։ Այդ խնդրի լուծման գործում մեծ ներդրում ունեն Լյուբեմենկոն, Չալախյանը, Ռազումովը, Մոշկովը և ուրիշներ։ Լուսապարբերականությունը, ինչպես և գարնանացումը, էվոլյուցիոն հարմարվածություն է։ Ըստ լուսապարբերականության ռեակցիայի բույսերը բաժանվում են հետևյալ խմբերի՝ կարճ օրվա բույսեր՝ եգիպտացորենը, ծխախոտը, քրիզանթեմը, կանեփը, լոլիկը և այլն, որոնց զարգացման համար պահանջվում է երկար գիշեր կամ կարճ ցերեկ։ Երկար օրվա բույսեր՝ ցորենը, վարսակը, գարին, կտավատը, որոնք ծաղկում են երկար օրվա պայմաններում։ Եվ չեզոք բույսեր՝ արևածաղիկը, թավշածաղիկը, սիսեռը և հնդկացորենը։ Օրվա տևողությունը չի ազդում ծաղկման ժամկետների վրա։ Կարճ օրվա բույսերի զարգացման համար բարենպաստ է գիշերային բարձր ջերմաստիճանը, իսկ երկար օրվա բույսերի համար ցածր։ Հայտնի է նաև երկար կարճօրյա, կարճօրյա, երկարօրյա, միջին օրվա և ամֆիֆոտոպերիոդիկ
ֆոտոպերիոդիկ ռեակցիա ունեցող բույսեր։ Որպես օրինաչափություն, երկար օրվա բույսերն ունեն հյուսիսային, իսկ կարճ օրվա բույսերը հարավային ծագում։ Բույսերը ֆոտոպերիոդիկ ռեակցիայի ենթարկվում են նույնիսկ եթե օրվա տևողության ազդեցությունը նրանց վրա ոչ թե ամբողջ կյանքի ընթացքում է, այլ օնտոգենեզի որոշակի փուլում։ Այդ երևույթը դիտարկվում է իբրև լուսապարբերականության ինդուկցիա։ Կարճ օրվա բույսերի ծաղկման համար առավել կարևոր է հատկապես գիշերվա տևողությունը։ Այսպես, եթե մտնային շրջանը ընդհատեն նույնիսկ 3-ից 5 րոպե լուսավորումով, ապա կարճօրյա բույսերը չեն ծաղկի։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լուսապարբերականության ազդեցությունը կրող օրգանը տերևն է։ Բույսերը ծաղկում և պտղակալում են ֆոտոպերիոդիկ ռեակցիայի ազդեցությամբ։ Ֆոտոպերիոդիկ ռեակցիան կախված է լույսի որակից, ջերմաստիճանից և ածխաթթու գազի առկայությունից։ Սերմնավոր բույսերի աճը սկսվում է սերմի ծլումով։ Ծածկասերմ բույսերի սերմը առաջանում է սերմնասկզբնակից կրկնակի բեղնավորման հետևանքով։ Բարձրակարգ բույսերի կենսական ցիկլը կազմված է միմյանց հերթափոխող սերմներից՝ սպորոֆիտից և գամետոֆիտից։ Ծաղկավոր բույսերի իսկական գամետոֆիտը սաղմնային պարկն է, իսկ արականը՝ փոշեհատիկը։ Փոշեհատիկներում կենտրոնացված են մեծ քանակությամբ ֆիտոհորմոններ, ֆերմենտներ և ամինաթթուներ։ Երբ փոշեհատիկը ընկնում է վարսանդի սպիի վրա, սկսվում է դրանց փոխազդեցությունը։ Սպին պարունակում է մեծ քանակությամբ տրիպտոֆան, իսկ փոշեհատիկը տրիպտոֆանը աուքսին է փոխարկող ֆերմենտ։ Այդ ամենի հետևանքով փոշոտումից հետո փոշեհատիկ սպիի համակարգում նյութափոխանակությունը կտրուկ ակտիվանում է շնչառությունը աուքսինի ավելացմամբ։ Փոշեհատիկի ծլումից առաջացած փոշեխողովակը ձեռք է բերում խիստ արտահայտված քեմոտրոպիկ հատկություն։ Փոշեխողովակի աճի ուղղությունը որոշվում է կալցիում +2 իոնների խտության մեծացումով սպիից դեպի սռնակի ուղղությամբ և ապա սերմնարան։ Կալցիում իոնների ամենաբարձր խտությունը սաղմնապարկում է։ Բացի կալցիում իոններից, փոշեխողովակի քեմոտրոպիզմը պայմանավորված է նաև ամինաթթուներով։ Փոշեխողովակը հասնելով սերմնարան, փոշեմուտքով թափանցում է սերմնասկզբնակ, ապա նաև սաղմնապարկ։ Սաղմնապարկում փոշեխողովակի գլխիկը ֆերմենտների ազդեցությամբ լուծվում է, և սաղմնապարկ է ընկնում 2 սպերմիում։ Սպերմիումներից մեկը ձուլվում է ձվաբջջի հետ, առաջացնելով զիգոտ, իսկ երկրորդը սաղմնային պարկի երկրորդային կորիզի հետ ձևավորելով 3N հավաքածու ունեցող կորիզ, որից հետագայում զարգանում է բազմաբջիջ էնդոսպերմը։ Տեղի է ունենում կրկնակի բեղնավորում։ Կրկնակի բեղնավորումը նպաստում է, որ բույսերն ավելի լավ հարմարվեն միջավայրին, քանի որ բեղնավորվող բջիջներն ունեն դնթերի տարբեր հավաքածու և ժառանգական հատկություններ։ Բեղնավորումից հետո սերմնասկզբնակում տեղի են ունենում ֆիզիոլոգիական պրոցեսների կտրուկ փոփոխություններ։ Բեղնավորված ձվաբջիջը զիգոտը սպորոֆիտի առաջին բջիջն է։ Ձևավորված սաղմում բոլոր հյուսվածքները դրսևորում են ինչպես առաջնային մերիստեմա, սաղմնապարկի կենտրոնական բջիջ զարգանում է էնդոսպերմը։ Կան սերմեր, որոնք էնդոսպերմ չունեն, և սննդանյութերը կենտրոնացած են սաղմի հյուսվածքներում, շաքելներում։ Բացի էնդոսպերմից, սննդանյութերը կուտակվում են նաև պերիսպերմում։ Մի շարք բույսերում այն առաջանում է նուցելիուսի բջիջներից։ Սերմնամաշկը առաջանում է սաղմնապարկի ծածկոցից։ Պտղի առաջացմանը մասնակցում են սերմնարանի պատերը, ծաղկակալի և ծաղկի մյուս մասերը։ Սերմնարանի պատերի աճին խթանում է նրա մեջ աուքսինների քանակի ավելացումը։ Պտուղները կարող են զարգանալ նաև առանց բեղնավորման և սերմերի առաջացման։ Անսերմ պտուղների առաջացումը կարող է տեղի ունենալ փոշոտման հետևանքով, առանց բեղնավորման, ինչպես նաև ֆիտոհորմոնների ազդեցությամբ։ Ծաղկավոր բույսերի մեծ մասի սերմերը կազմված են սաղմից, էնդոսպերմից և սերմնամաշկից, սակայն սաղմի և էնդոսպերմի փոխհարաբերությունը տատանվող է։ Օրինակ, հացազգիների, շուշանազգիների, գորտնուկազգիների սերմերում սաղմը փոքր է, իսկ էնդոսպերմը զբաղեցնում է սերմի ծավալի մեծ մասը։ Այլ դեպքերում սերմերի հասունացման ընթացքում սաղմը փարթամորեն աճում է, և էնդոսպերմի սերմնամաշկի տակ մնում է բջիջների ոչ մեծ շերտ, կամ ոչինչ, իսկ հասուն սերմը կազմված է սաղմից և սերմնամաշկից։ Որոշ դեպքերում, բացի էնդոսպերմից, սերմերում կա սննդանյութեր պաշարող հյուսվածք, որը զարգացել է ոչ թե տրիպլոիդ կորիզից, այլ նուցելիուսից։ Պայմանավորված պահեստավորող սննդանյութերի գերակայությամբ սերմերը բաժանվում են 3 խմբի՝ յուղային, օսլայակի և սպիտակուցային։ Բոլոր բույսերի սերմերը պարունակում են ֆիտին, որի գլխավոր ֆունկցիան սաղմը ֆոսֆորի միացություններով մատակարարումն է։ Ֆիտինը պարունակում է նաև կալիում, մագնեզիում և կալցիում։ Սերմերը պարունակում են ֆերմենտներ, հորմոններ ոչ ակտիվ վիճակում։ Մոխրի պարունակությունը սաղմում 5-ից 5,5% է, իսկ էնդոսպերմում 0,5%։ Սաղմը հարուստ է ֆերմենտներով, ամինաթթուներով, հորմոններով։ Դրանք հատկապես շատ են սաղմնային արմատիկում։ Սերմերի ծլման համար անհրաժեշտ են ջուր, թթվածին, ջերմություն։ Օդաչոր վիճակում սերմերը պարունակում են առավելագույնը 20% ջուր և հարկադրական հանգստի վիճակում են։ Թթվածին ապահովում է սերմերի շնչառությունը։ Ջրի մուտքը սերմի մեջ կարելի է բաժանել 3 փուլի ըստ Ասկոչենսկայի։ Առաջին փուլը իրականացվում է հիդրատացիայի ուժի հաշվին։ Սերմերի պաշարի նյութերը պարունակում են մեծ քանակությամբ հիդրոֆիլ խմբեր։ Երկրորդ փուլում նույնպես հիդրատացիան ջրի կլանման գործում մեծ նշանակություն ունի, սակայն կարևոր դեր ունեն օսմոտիկ ուժերը։
Քանի որ այդ փուլում տեղի է ունենում բարդ միացությունների հիդրոլիզ, անհամեմատ պարզ նյութերի առաջացում, երրորդ փուլում ջրի կլանման գլխավոր ուժը օսմոտիկ ուժն է, օսմոտիկ պոտենցիալը, սերմերի ծլման ընթացքում չլուծվող և դժվար տեղաշարժվող բարդ օրգանական նյութերը, ճարպերը, սպիտակուցները և բազմաշաքարները վերածվում են լուծելի ձևերի և հեշտությամբ օգտագործվում սաղմի սնուցման նպատակով, որի համար անհրաժեշտ են համապատասխան ֆերմենտներ։ Էնդոսպերմում կամ սաղմում առկա ֆերմենտները կապված են, իսկ ջրի կլանման սերմերի ուռչելու դեպքում անցնում են ակտիվ վիճակի։ Օսման շաքարների է վերածվում ալֆա և բետա ամիլազների ազդեցությամբ։ Սերմերում տեղի է ունենում սպիտակուցները ճեղքող պրոտեազ, նուկլեինաթթուները նուկլեազ, ճարպերի փոխարկումները պայմանավորող իզոցիտրատլիազ և մալատսինթետազ ֆերմենտների նորագոյացում։ Ֆերմենտների առաջացման կարգավորման գործում մեծ նշանակություն ունեն ֆիտոհորմոնները, մասնավորապես հիբերիլինն է։ Սերմերում հիբերիլինի աղբյուրը սաղմն է, չոր սերմերում հիբերիլինները կապված են, դրանք ակտիվանում և մասամբ կրկին առաջանում են ջրի ազդեցությամբ։ Սպիտակուցները ճեղքում են ամինաթթուների, իսկ վերջիններս օրգանական թթուների և ամոնիակի։ Ճարպերը ճեղքում են ճարպաթթուների և գլիցերինի։ Այսպիսով, սերմերի ձլարձակման ժամանակ ընթանում են փոխկապակցված բազմաթիվ պրոցեսներ՝ պաշարի նյութերի ճեղքում և փոխարկում, փոխադրում և դրանցից նոր նյութերի առաջացում, որոնք ծախսվում են բջիջների և օրգանների առաջացման համար։ Այդ պրոցեսների համար անհրաժեշտ էներգիան ապահովում է շնչառության միջոցով։ Սերմերի ծլմանը մասնակցում են նաև այլ ֆիտոհորմոններ, աուքսիններ և ցիտոկինիններ։ Ծիլերի հետագա աճի և ձևագոյացման համար անհրաժեշտ է լույս։ Ծիլերը սկզբնական շրջանում սնվում են իհաշ և էնդոսպերմում կամ շաքիլներում կուտակված պատրաստ է օրգանական նյութերով։ Առաջին կանաչ տերևների առաջացումից հետո սկսվում է ֆոտոսինթեզի պրոցեսը։ Բույսի սեռի որոշումը մեծ նշանակություն ունի գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվության բարձրացման գործում, հատկապես այն բույսերի, որոնք առաջացնում են բաժանասեռ ծաղիկներ։ Բույսի սեռի որոշման ուսումնասիրության գործում մեծ ներդրում ունեն Չալախյանը, Խրիանինը, Մինինը, Սաբինինը, Լվովան, Ջափարիձեն և ուրիշներ։ Հիմնավորվել է, որ բույսի սեռի դետերմինացիան պայմանավորող գեները տեղակայված են ոչ միայն սեռական, այլ նաև աուտոսոմային քրոմոսոմներում։ Ի տարբերություն կենդանիների, տարբեր պատճառների ազդեցությամբ կարող է ծաղիկների մի սեռը լիովին փոխարկվել մյուսով։ Դա պայմանավորված է արտաքին գործոնների ազդեցությամբ և ներքին մետաբոլիկ փոփոխություններով։ Իգական ծաղիկների առաջացման և իգական բույսերի ձևավորմանը նպաստում են ցածր ջերմաստիճանը, բարձր խոնավությունը, ազոտային լավ սնուցումը։ Արական ծաղիկների դիֆերենցմանը նպաստում են բարձր ջերմաստիճանը, ցածր խոնավությունը, կալիումական սնուցումը։ Սեռի դիֆերենցման բնույթը կախված է նաև օրվա տևողությունից։ Ապացուցվել է, որ կարճ օրը հանգեցնում է ավելի շատ իգական առանձնյակների առաջացմանը, իսկ երկար լույսը հակառակը։ Սեռի վրա ազդում է նաև լույսի սպեկտրալ կազմը։ Կարմիր լույսը ուժեղացնում է արական հատկանիշների առաջացումը, իսկ կապույտը՝ իգական։ Գիբերիլները նպաստում են արական սեռի ձևավորմանը, իսկ ցիտոկինինները, աուքսինները և էթիլենը՝ իգականի։